Ողջույն, ողջույն։ Ողջույն սիրելիներս։ Ես Աննան եմ, հոգեբան, եւ մենք հերթականներ լայվն ենք սկսում։ Ստորիով բոլորիդ տեղյակ էի պահել, որ այսօր կանցկացնենք միասին մի լայվ, որտեղ ես կանցկացնեմ ձեզ հետ անավարտ նախադասությունների մեթոդով հոգեբանական մի աշխատանք, որը ավելի շուտ կբացահայտի, կբացի ձեր իսկ համար, ձեզ համար, ձեզ։ Ողջույն Արուսյակ։ Ես մի հատ անջատեմ ես։ Ովքեր որ եթերում են, խնդրում եմ գրեք, դուք ինձ լավ տեսնում, լավ լսում եք։ Ահա, մերսի սրտիկների համար։ Եվ այսպիսով, եթե դուք զինվել եք բլոկնոտներով եւ գրիչներով, մենք կսկսենք, այո, Արուսյակը վերցրել է, Հասմիկ վերցրել եք, բարև ձեզ, եւ մենք սկսենք, միգուցե սպասենք մի քիչ մարդիկ շատանան, իսկ միջև կշատանան, ես մի փոքրիկ ավելացում նախորդ իմ եթերից հիմա ասեմ, որը անցած անգամ չեմ հասցրել ասել, իսկ այսօր կասեմ եթերում։ Հիշում եք, երբ մենք խոսում ենք, թե ինչպես ձեր անհաջողությունները դարձնել առավելություններ, դրա մասին շատ քիչ խոսեցինք, եւ այսօր մի արտահայտությամբ կուզեմ այդ բարի երեկո ձեզ, մի արտահայտությամբ կուզեմ դա համալրել, որ ձեր կյանքում որևէ զգացումի դեֆիցիտը, բացակայությունը կամ քչությունը, ողջույն Ննե ջան, կարող է բերել հետագայում նրա այդ զգացումի առատությանը, դեֆիցիտ բառի հականիշը, աղջիկներ, եթե գիտեք, խնդրում եմ գրեք, մերսի շատ, Նունե ջան, շատ շնորհակալ եմ, առատությունը իզաբիլիա, իզաբիլիա հայերեն ոնց է գրագետ ասել, առատություն, թե առատություն չէ, երևի իզաբիլիա, ես ռուսերեն ասեմ, դուք հայերեն թարգմանեք այս արտահայտությունը, дефицит какого-либо чувства приводит к его изобилию, да, մեկ էլ բարևանե ջան, ոնց եք, շատ լավ, Սոնա ջան, դուք ինչպես եք, անշուշտ դեֆիցիտ բառը հայերեն չի, եթե գիտեք հայերեն տարբերակը, խնդրում եմ գրեք եւ դրա հակառակը գրեք, հականիշը գրեք, խնդրում եմ։ Եվ մերսի նվերի համար, Նունե ջան, եւ եթե պատրաստ եք, աղջիկներ եւ տղաներ, մենք կարող ենք սկսել մեր անավարտ նախադասությունների մարաթոնը։ Իդեպ միջև սկսել եկեք մի հատ պուճուրիկ սենց ռազմին կանենք, ասացեք խնդրեմ, սիրելիներս, ինչ 3 լավ բան է ձեզ հետ տեղի ունեցել այսօրվա եւ միգուցե երեկվա ընթացքում, լավ, ժամը արդեն երեկո է, այնպես որ ժամանակն է, որպեսզի դուք подвести итоги, որպեսզի դուք արդեն հաշվետվություն հանձնեք տիեզերքին, երկնային գրասենյակին, թե ինչ լավ բան է եղել ձեր կյանքում, ակտիվ լայքում ենք, մերսի սրտիկի համար, գրեք, ես իմը կասեմ, ճիշտն ասած, մերսի Սոնա ջան նվերի համար, անկեղծ ասած, ես երեք շատ լավ օր եմ ունեցել, հիացած էի նախ տաք արևով, մերսի նվերների համար, տաք արևը, մոլում եմ զբոսնել ընկերուհուս հետ, հոյակապ էմոցիաներ ենք ստացել, Նունե ջան, մերսի շատ, հոյակապ էմոցիաներ եմ ստացել, մերսի, երեք լավ բան չէ, պետք է ասեի, մեկ այն էր, որ առավոտ շուտ բժշկի այց ունեի, ես եմ գնացել բժշկի, շատ լավ պրոգնոզներ է տվել, շատ լավ բաներ է ասել ինձ, էլ ինչ, իդեպ ձեզ հետ եղել է երբ գնաք բժշկի ու դուք ինքներդ բժշկին ասեք, թե ինքը ձեզ ինչ ասի,
Ես դա անում եմ։ Ասում եմ ինձ մենակ լավ բաներ ասեք ու այդպես։ Так, աղջիկներ, մերսի Նունե ջան, որ կիսվեցիր իմ եթերով, աղջիկներ, դուք էլ կիսվեք, մերսի շատ։ Նունե ջան, մերսի նվերների համար, շատ սիրուն նվերներ են։ Եվ այսպիսով կարանք մի քիչ սենց լայքերը հասցնենք 1000-ի, երևի թե, ու սկսենք մեր տեստերը, հա, համաձայն եք այդպես 1000-ի կամ 2000-ի, ոնց եք գտնում ճիշտ, դուք ինձ կասեք, լավ, Նունե ջան, երբ որ պետք լինի, դուք ինձ ասեք եւ մենք սկսենք տեստը անավարտ նախադասությունների։ Ես այն վերցրել եմ ամենապարզը, ամենահասարակը, որտեղ իրականում դա մեթոդիկա է, որը կազմված է 60 հարցից եւ այն նախատեսված է հետո անպայման վերլուծել, հաշվել։ Ես վերցրել եմ թեթև հասարակ նախադասություններ 2000 լայք եւ տեստ, շատ լավ, 2000 լայք եւ տեստը սկսում ենք։ Եվ այս տեստը, որ այս հարցերը, անավարտ նախադասությունները, որոնք ես կկարդամ, անշուշտ իրենց հնարավոր է նաև մոդիֆիկացնել, այսինքն հարմարեցնել ըստ ձեր այն իրավիճակի կամ ըստ այն խնդրի, որը կցանկանայիք դուք ինքներդ լուծել։ Այսպիսով կարող եք գրել հարցեր, մինչև հյուրերը կգրեն հարցերը, ներկաները լայվին կգրեն, ովքեր որ եկել են լայվ կգրեն հարցերը։ Ինձ թվում է 2000 լայքը մենք հավաքենք, լավ էլ արագ հավաքում ենք, արդեն մի քանի րոպեում, հա, արդեն հավաքեցինք 1300 լայք, այնպես որ շարունակենք լայքել ու անցնենք մեր տեստին։ Ահա, 300-ը դուք եք դրել։ Լյանչիկ, շատ մերսիներ։ Ձեզ մոտ երևում է, հա, երևի, որ դուք դնում եք, ճիշտ ասած, ես այդ նայելու տեղը չգիտեմ, ինձ կսովորացնեք, լավ երեխեք։ Լյանչիկ։ Всё. Մերսի լայքերի համար։ Ինչ է նյարդային ծիկը հոգեբանության մեջ։ Ծիկերը դրանք ավելի շուտ նյարդաբանական բժշկական ոլորտին վերաբերվող դիագնոզներ են, մերսի Նունե ջան։ Իսկ հոգեբանորեն դա կարելի է ինքը հոգեբանական բացատրություն, եթե պատճառն է հարցնում ծագում իհարկե չունի, այլ ավելի նա նյարդերի կառուցվածքի, նյարդերի սնուցման հետ խնդիր է, նյարդաբանը, բժիշկ նյարդաբանը ձեզ դա կարող է լավ բացատրել։ Ես որպես հոգեբան կարող եմ ուղղակի պնդել, որ եթե անձին հատուկ են ծիկերը, ինքը դա կարող է շտկել իր մեջ ձևավորելով լավ հոգեբանական հատկանիշներ, ինչպիսիք են ուշադրությունը մարդկանց հանդեպ, ինչպիսիք են կազմակերպչական ունակությունները, ինչպիսիք են բարեգթությունը, բարեսրտությունը եւ այդ բոլոր տեսակի ոչ միայն ծիկերը, այն խնդիրները, որոնք խանգար են, ֆիզիկական խնդիրները, որոնք մարդուն դիսկոմֆորտ են պատճառում, ստեղծելով տարբեր բարդույթներ, կարող են իհարկե գեղեցիկ կերպով շտկվել եւ մատուցվել որպես առավելություն։ Այդքանը կարող եմ ասել որպես հոգեբան։ Ահա, 2000, դա արդեն 3000-ի հասանք, շնորհակալ եմ Նունե ջան, քո բարեսիրտ եւ բարեխիղճ նվիրական աշխատանքի համար, իրականում մոդելի աշխատանքը շատ կարեւոր է։
ու դու ինձ բազմիցս փրկել ու օգնել ես այս հարթակում, երբ մարդիկ ասում են, «Վայ, ինչ ես TikTok-ում, այդ TikTok-ը ինչ ա, մենք TikTok չենք նայում, վայ, դա ամենավատ սոցցանցն է»։ Ես ասում եմ, եթե դուք ունենայիք լավ մոդեռներ, դուք իմ նման վստահաբար կարող եք մտնել եթեր։ Ես եմ շնորհակալ, Աննա ջան, փոխադարձա։ Ձերքը ձերքա լվանում եւ այս առիթով Նունե ջան, քանի որ մենք իրար կոմպլիմենտներ արեցինք, երևի 1000 ես եմ։ Ուրեմն դուք այսօր 1000 դրամ եք գտնելու։ Կամ $1000, հա, եկեք բան անենք, կոնկրետացնենք մեր ցանկությունները, որովհետև երկնային գրասենյակում բոլոր մեր երազանքներն ու նպատակները գրանցվում են եւ այն էներգիա, որով մենք ասում ենք, դա կարող է իրականություն դառնալ։ Բարև ձեզ 1000 բարի, Արմենիա ջան։ Ես ձեր կոմենտը կարդացի, շատ ուրախացա, ապրես բոլորը սրտի կողները, այո, պետքա սենց եթերներ շատ լինեն, որ այն անորակ ռոլիկները չերևա։ Դե հիմա դուք էլ ունեք ընտրության հնարավորություն, դուք կարող եք այդ բազմազանության մեջից ընտրել այն, ինչը որ ձեզ հարազատ է, այն ինչ որ ձեզ պետք է օգտակար է եւ ավելի հաճախ դա կգա։ Եվ այս առիթով ուզում եմ մի շատ Նունե ջան, իմ մոտ էլի SMS-ները փակ են գալիս։ Իսկ անդադ մի րոպե, այս SMS-ը բացեմ, ափսոս հեռախոս եմ անդադ շարժում, որպես SMS-ները կարդամ, իսկ անդադ ներքև նայելը դեռահասության տարիքում, երբ ծիկը պարանոցում, ես երբեք չեմ հետ, հա, խնդիրներ չեմ ունեցել, բայց ես 2 տարեկանը խանգարում են, այս 2 գործոնները խանգարում են, եկեք այսպես անենք, դուք հարցը, որպեսզի ես լավ հասկանամ ու ձեզ տամ լավ պատասխան, հա, թիկերի հետ կապված, որտեվ մի քիչ էլ ընդեղ չհասկացա, ինչ եք գրել մի րոպե, իսկ անդադ ներքև նայելը, դեռ տարիքում տիկը պարանոցում է, ես երբեք խնդիր ունեցել, հա, լավ, չեք ունեցել, տեսեք, ես նախ ձեզ մի քիչ լավ չհասկացա, եկեք ես ձեր հարցը թողնեմ հետոյի, դուք մի հատ ձևակերպեք ձեր միտքը, մի քիչ դանդաղ գրեք, բարև բոլորին, ու բան անենք, հա, ես ձեր հարցը լավ հասկանամ, նոր պատասխանեմ, իսկ ես մի հատ լավ հոգեբանական առակ էի, պատմություն էի ուզում պատմեի ձեզ, այն վերցվել է մի գրքից, որտեղ նկարագրվում էին, թե ինչպես էր Գերմանիան ատելություն տածելով հրեա ազգի հանդեպ, որ տարիքում է մարդը ամենաշատը արտաքինից հետ խնդիրներ չեմ ունենում, բայց չեմ ունեցել, չունեմ էլ, բայց սրանք մի քիչ հանգարում են էլի լիարժեք լավ ապրելուն, եթե հնարավոր է գրեք ավելի պարզ, արտաքինից հետ խնդիրներ չեմ ունեցել, չունեմ էլ, բայց սրանք մի քիչ հանգարում են էլի, դե այդ Սարոշկեն բարի երեկո, բարև ձեզ քնարիկ ջան, որ տարիքն է ավելի անտանելի, բոլոր տարիքները հիասքանչ չեն, եթե մտածեք տարիքը անտանելի է, այն ձեզ համար կդառնա անտանելի, եթե մտածեք, որ յուրաքանչյուր տարիքում մարդ ապրում է իր կյանքի ոսկի շրջանը, ձեզ համար դա այդպես էլ կլինի, ինչպես եք Աննա ջան, շատ լավ քնարիկ ջան, բլոկնոտ եւ գրիչ վերցրեք, հիմա տեստը անելու ենք, իսկ ես ուզում եմ մի պատմություն պատմել, որի հիմքում ընկած է հենց հոգեբանական մի հատկություն, որը ես բազմիցս անգամ իմ կյանքում առնչվում եմ գրեթե ամեն օր եւ հիմա էլ իմ լայվում ես անդադ այդ զգացողությունը ունեմ եւ ինչումն էր դա առաջ ես մարդկանց միջև կապը սիրում էի պատմել ճապոնական մի ասացվածքով որ բոլոր մարդիկ կապված են իրար հետ
անտեսանելի կարմիր թելերով, եւ մենք մեկս մյուսին մեր փորձով, մեր գիտելիքով օգնում ենք։ Իսկ մի քանի օր առաջ լսեցի մի առակ, որը նկարագրված եղել մի գրքում, որտեղ պատմվում էր, թե ինչպես էին գերմանացիները այն ժամանակ տանջում հրեա ազգին եւ ինչ կար դրանում հետաքրքիրը։ Երբ իրենք բերում են նոր մարդկանց քանակ տանջարան, հոլոքոստը լսած կլինեք, բերում են տանջարան, իսկ այդ օրերին բավականին ցուրտ է լինում, դե իհարկե գերմանացիք որոշում են այդ անգամ այդ մարդկանց քանակը ուղղակի վերացնել ցրտով ու հաճելի մերսի ու իհարկե չեն ջեռուցում եւ մարդկանց մերկ շպրտում են այդ սրահը այս նոր բերածներից բացի հին գտնվողների մեջ լինում է մի երիտասարդ տղա ով ճանաչում է այդ նոր բերածների մեջ մի պապիկի մի տարիքով տղամարդու է ճանաչում եւ ասում է հիշում ես դուք մեր տանը հարևանն եք եղել մեր պապիկ ասում է հա իհարկե հիշում եմ բայց հիմա մենք մահվան եզրին ենք դա ինչ կապ ունի իմ ու քո համար երիտասարդը ասում է այսօր մեզ բոլորիս ցրտով են տանջելու շատ ցուրտ է ես ձեզ կմերսեմ եւ սկսում է շփել այդ տարեց մարդու ոտքերը մեջքը ձեռքերը ցավոք սրտի այդ գիշեր բոլորը մահանում են բացի երկու հոգուց ողջ են մտնում այդ պապիկը եւ այդ երիտասարդը այսինքն մերսողը եւ մերսվողը եւ այստեղից կարծում եմ ամեն մեկդ մի եզրակացություն կանեք ձեզ համար ես այն եզրակացությունը ես զգացի այս պատմության մեջ այն որ միջավայրում երբ շուրջ բոլորդ անհասկանալի է, հա, քաոս, անընդհատ կա մի ինչ-որ տհաճ զգացողություններ միջավայրում, հա, օրինակ շատերս ենք բողոքում կոլեկտիվներից, ընդհանուր մթնոլորտից, բայց կարող են զարգանալ եւ առաջ գնալ այն մարդիկ, ովքեր մեկը մյուսին օգնում են եւ մերս հայկական ասացվածքը ձեռքը լվանում եւ անտարբերությունը, այո, սառնությունը, անտարբերությունը եւ երջանիկ կարող են լինել եւ ապրել այն մարդիկ, ովքեր մեկը մյուսին օգնում են, ձեռքը ձեռք է լվանում։ Այսպիսի եզրակացություն արեցի ես, իսկ հիմա եթե կցանկանաք, սկսենք մեր ինչ ասեց պապիկը, կներեք վերջի պապիկը ինչ ասեց, պապիկը ասեց, որ դա դոկտոր ջան հարգանքներս, մերսի, ինձ շատ քիչ մարդ է դոկտոր ասում, ենթադրում եմ, որ մենք մի կոլեկտիվից ենք, թեման կասեք, այո, այսօրվա թեման մեզ մոտ լինելու է անավարտ նախադասություններ, հուսով եմ բոլորդ վերցրել եք ձեր բլոկնոտները և գրիչ, ես են որ տեսեք ինչ սիրուն գրիչներ եմ առել Մինիսոից, այսինք գնումներ ունեմ, անբոքսինգս արեցի, և սկսենք, պապիկը ոչինչ չասեց, պապիկ ասեց, որ ինչ կապ ունի, մենք միևնույնը բոլորս կմահանանք, մեզ բերել են այստեղ մահանալու, գերմանացիները այդ գիշեր մարդկանց հրեաներին ցրտով որոշել էին ցրտով ոչնչացնել եւ այդ երիտասարդ տղան ի շնորհակալություն այդ պապիկի, որ ժամանակին իրեն օգնել է, հարևանն եղել, որոշում է, որ այդ տղամարդու մեջքը ոտքերը պետքա շփի եւ սկսում է շփել։ Ցավոք սրտի բոլորը մահանում են այդ գիշեր եւ մնում են ողջ միայն երկուսը՝ մերսողը եւ մերսվողը, պապիկը եւ այդ երիտասարդը։ Այո, բարությունը անպատասխան չմնաց, այո, այո, իսկ ինչ անել, եթե տնից դուրս գալուց միշտ ուզում ես ետ վերադառնալ տուն,
Ես անհատապես ձեզ հետ կաշխատեի, անհրաժեշտ է կոնսուլտացիա ձեզ շատ մակերեսային չէի ուզի պատասխանել ձեր հարցին, որտեվ հավանաբար այդտեղ մի քանի գործոններ կան։ Ինչից է Անա ջան խոսելուց կողք պիտի նայեմ, որ կենտրոնանամ, եթե չքենեմ նայում դիմացինի խառնվեմ ոնց որ աչքերին, հա, իսկ աչքերին պետք չէ նայել, ես ձեզ կարող եմ փոքրիկ հոգեբանական գաղտնիք տալ, եթե պետք է դուք նայեք մարդու աչքերին, բայց դուք դրանից ձեզ անհարմար եք զգում, այդ վախը իրականում ունեն շատ շատերը, ես էլ երիտասարդ ժամանակ ամաչում էի նայի մարդկանց աչքերի մեջ, հատկապես հակառակ սեռի, ես, այո, ապրես Նունե ջան, ես էլ եմ համոզում, մի պարզ հոգեբանական հնարք կա, որից կարող եք օգտվել, նայեք մարդու ճակատի այս մասին, այստեղ, և տպավորությունը կլինի, որ դուք նայում եք աչքերի մեջ, բայց դա բնական լարվածություն է, ամեն մեկիս մոտ կարող է լինել, հատկապես փոքրիկ բալիկները նկատած կլինեք, իրենք ընդհանրապես չէ, եթե ամաչում են գլուխը կախում են ու չեն կարողանում նայել դիմացինի աչքերի մեջ, դա նորմալ է։ Բարև ձեզ, կասեք ինչի է, որ միշտ շտապում եմ քայլելուց, վարելուց, ինձ թվում է անդադ ուշանում եմ, վաու, բավականին հետաքրքիր հարց է, սա կապված է ձեր ներքին տագնապների, ներքին մտքի լարվածության հետ ու անընդհատ շտապելը, դա նաև կարող է ձեզ մոտ պերֆեկցիոնիզմի հատկանիշներից մեկը լինել, հա, պերֆեկցիոնիզմ, այսինքն գերազանց, չափազանց լավ, ձգտումը չափազանց լավ ամեն ինչը կատարել եւ դրա պատճառով կարող է ստեղծել լարվածություն, շփոթվածություն եւ արագ վարելը կամ արագ քայլելը կարող է դա ձեզ մոտ անհրաժեշտություն է, որպեսզի այդ լարվածությունը դուրս բերեք ձեր մարմնից։ Չգիտեմ ինչքանով ճիշտ հասկացա ու պատասխանեցի ձեր հարցին, կարծես ոնց որ պիտի որ գոհ լինեք։ Տեսեք անդադ ներքև եմ նայում, դեռահաս եմ, տիկ կա պարանոցումս, թեթև ու երբ ինչ որ մեկը ինչ որ մեկը նայում է ինձ, շնորհակալություն, արձագանքում է, հասկացա ես ձեզ, մերսի շատ, սիրտս արագանում է, հա, մերսի շատ, ձեզ էլ մերսի, սենց էի կարգարել, Տիկը ինչ է կներեք, ես ռուսերեն կարող եմ ասել, это непроизвольное сокращение мышц. Это непроизвольное сокращение мышц лицевого отдела, шейного, поясничного, вот усагодумаса. Человек может дергать рукой, անդադ կարող է այս մկանը վերև բարձրանա կամ աչքի կողմը թարթի անդադ, занозантикեր կան, это непроизвольное подергивание мышечной системы или группы мышц, հայերեն այդ կամը չեմ կարող ասեմ, մկանի, այո, լարվածության ձգում, այդտեղ պետք է նշել непроизвольное, այսինքն ոչ կամային, մարդը չի կարում դա վերահսկի, իր կամքից անկախ է դա լինում, хорошо, так, բուժում կա, իհարկե կա, բուժում կա, շտկում կա, հոգեշտկողական աշխատանք, դա նախ տիկերը պետք է նախ невропатологի դիմել, հա, это уже область из невропатологии, это из области медицины, ես չեմ կարող բժշկի դեր կատարել, որտեղ ես բժիշկ չեմ, но я могу дополнять работу врача, բժիշկը կարող է վարել բուժումը, իսկ ես կարող եմ լրացնել, поддерживая человека морально и психологически, երբ շատ ներվայնանում եմ,
ներվայնացած եմ լինում, գնում եմ գնումների։ Դա ինձ հանգստացնում է։ Դա հիանալի բան է, նյարդային այդ ներվայնությունը դուրս գալու համար շոփինգը, չափավոր շոփինգը շատ հաճելի է։ Ես ինքս էլ եմ այդպես ինձ ուրախացնում ու դա շատ կարևոր է, հատկապես անհաջողություններիցս հետո։ Իսկ անդադ ներքև նայելը Էդ էլ դուք ձեր նախորդ բաները կարդալուց ուզում եմ հասկանամ, ներքև նայելը այդ теперь у вас не произвольно происходит, թե դուք գիտակցաբար եք ուզում ներքև նայել, ձեզ այդպես հարմար է։ Դա բոլորիս բուժում է։ Դա ժամանակակից բուժման մեթոդներից մեկն է։ Հատկապես ես իմ համար լավ բաներ եմ առնում, ոչ միայն երբ որ ես մի քիչ այդ օրը տխրած եմ լինում կամ վատ, այլ նաև երբ ես շատ լավ եմ լինում։ Ոչ իմ еще պրիմիտիվ բաներ եմ խոսում, но գիտակցաբար։ Ну всё, եթե գիտակցաբար ներքև եք նայում, ուրեմն ձեզ այդպես հանգիստ է, կոմֆորտ է։ Ինչն եք ուզում ուղղել։ Ուզում եք ուղիղ նայել, իհարկե ուղիղ նայել ավելի ճիշտ է, հստակ է, հատկապես նայեք ցանկացած հոգեբանական մեթոդիկա, տեխնիկա, հա, օրինակ այդ աֆիրմացիաները, սամագիպնոզը, այնտեղ մեդիտացիաները, հա։ Իրենք բոլորը սկսվում են նրանից, որ պետք է ուղղել մեջքը, գլխի գագաթը ձգել, հա, մակուշկու, подтянуть макушку։ Ու այդպես սկսվում է։ Այո, մի փոքր գնում էլ ուրախություն է բերում։ Փոքր, իսկ մեծ գնումների ինչ մեծ ուրախություններ են բերում։ Բարև ձեզ, հոգեբանեք, այո։ Ուղղակի ինքնագնահատականս ընկնում է հետո։ Ահա, հասկացա ես ձեզ։ Так, ինչ անենք, աղջիկներ եւ տղաներ, սկսենք մեր աշխատանքը տեստ անենք։ Օրինակ, եկեք ես մի քանի հարց կարծեմ, 10 հարց եմ վերցրել, ընտրել ինչ մեթոդների եք տիրապետում։ NLP, NLC եւ արտ-թերապիա։ Այո, սկսենք։ Ուրեմն սկսեցինք առաջին հարցը։ Այն հարցերը, որոնք ես կկարդամ, դուք կարող եք մի քիչ ձևափոխել, ավելացնել ձերը կամ պակասեցնել, հա։ Իրենք բոլորը ենթակա են մոդիֆիկացիայի։ Ես սիրում եմ, երբ մաման կամ պապան, հա, փակագծերում պապան ու ավարտեք նախադասությունը։ Օրինակ, ես կարող եմ բերել իմ օրինակները, եկեք սենց անենք, որպեսզի ազնիվ ստացվի, նես չլինի, որ ես ձեզ հարց ունեմ, ես ինքս չեմ պատասխանում։ Երեք մի հատ կարծիք լսեցի, ասում են, ես սիրում եմ այն հոգեբանների, ովքեր իրանց մասին են պատմում, հա, որպեսզի ես էլ պարզ լինեմ ձեզ հետ, եկեք ես էլ պատասխանեմ։ Ուրեմն առաջինը, ես սիրում եմ, երբ մաման, պապան, հա, իմ համար կավարտեմ նախադասությունը հետևյալ կերպ։ Ինչ արտ-թերապիան, արվեստի միջոցով բուժումներ են։ Թեստը վերջացնենք, կանդրադառնանք հարցերին։ Շատ լավ, այո։ Այո, թեստը վերջացնենք, հիմա չաթը ես չեմ կարդալու, կարող եք լսել եւ լայքել ու գրել ձեզ մոտ։ Ես սիրում եմ, երբ մաման ժպտում է։ Օրինակ իմ համար այդ շատ կարևոր է, որ ես իմ մամային տեսնեմ դրական տրամադրության մեջ։ Արտ-թերապիան դա նկարների, գույների վերլուծությունն է, երաժշտության, ավազաթերապիա, ծեփը։ Մամա գիտի իրան հյուր եմ գնալու, իմ սիրած ուտեստն է սարքում։ Շատ լավ, շատ լավ։ Երկրորդ հարցը։ Ես չեմ սիրում, երբ մաման կամ պապան։ Ես չեմ սիրում, երբ մաման կամ պապան դուք ավարտեք, կարող եք գիտեք ովքեր որ չեն վերցրել բարև, ահա, այստեղ, այո, ովքեր որ չեն վերցրել բլոկնոտ եւ գրիչ, կարող եք գրել ձեր պատասխանները չաթում, հետաքրքիր կլինի։
Հա, ես էլ իմը պատասխանում, հա, ես չեմ սիրում, երբ papan, օրինակ երբ papas ջղայնացած է։ Ես էդի տանել չեմ կարողանում։ Ես շատ ծանր եմ տանում իր ջղայնությունով։ Ահա, հիվանդանում են, տեսեք։ Երրորդը ավարտում ենք նախադասությունները։ Ես վախենում եմ երբ խեղճանում են։ Ո, ես ինչ բան ասեցի, սենց прямо մոտ в точку։ Դա շատ շատերին է ցավ պատճառում, երբ տեսնում են իրենց ծնողին խեղճացած։ Երբ մաման իմ համար համով բաներ պատահում, իսկ papan ասում է ինձ բալես մեռնեմ կյանքիդ, ցավդ տանեմ։ Ես էլ չեմ սիրում, երբ լարվում ու ցվրվում է։ Ես չեմ վախենում։ Տխուր են կամ հիվանդացած, այո։ Հիմա երրորդը։ Ես վախենում եմ, երբ когда кто-то плачет, видите? Ես վախենում եմ, երբ, когда кто-то плачет, это ձեր պատասխանը։ Я боюсь, когда кто-то плачет։ Ես վախենում եմ, երբ գիտակցում եմ, որ իմ պլանավորածով չի գնալու, դա իմ մոտ մի քիչ վախենալ, ես դրանից եմ վախենում, հետո սկսել եմ գիտակցել ես վերջերս, որ այն ինչ որ ես ուզում եմ, ես կարող եմ պլանավորեմ, это должно быть во благо мне, դա պետք է լինի անպայման ի ուրախություն ինձ, մերսի վարդի համար, ի ուրախություն ինձ եւ կարևոր չի թե ինչ ճանապարհով դա կլինի, ուշ թե շուտ, բայց կլինի եւ պետք է մի քիչ հանգիստ լինել։ Բարև ձեզ։ Ահա, մենակ եմ մնում իմ մտքերի հետ։ Իսկ նորմալ է հարաբերությունների մեջ տղան աղջկան ասի գրկի։ Դե եթե չգիտեմ, եթե չեք ուզում գրկել այդ աղջկան ինքը ասում է, ես աղջիկ լինեի չի ասի կյանքում տենց բան։ Իմ համար դա ոչ թե նորմալ է կամ աննորմալ, իմ համար դա ցանկություն է։ Երևի չեմ վախենում պատերազմից հետո ունի բանից չեմ ոչ մի բանից չեք վախենում, հա։ Ունի ոչ բանից չեմ վախենում։ Իսկ ես պատերազմից հետո փոքր աղմուկից էլ էի վեր թռնում։ Տղան ասում աղջկան գրկի։ Չգիտեմ, ես ձեր հարցը միջևեր չեմ հասկանում, գրկելու մեջ չեմ հասկանում, ինչ է նկատի ունեք գրկելու մեջ, ինչ ծեսակի գրկի մասին է եւ ինչ վատ բան կա դրա մեջ։ Ոչ մի։ Ես վախենում եմ անհաջողությունից, առաջացած հիասթափությունից, երբ ֆինանսի պակաս եմ զգում, այո, բավականին լուրջ վախեր են, որոնք դա ես իմ տեսեք ինչ հետաքրքիր էր, չէ՞, տարբեր ենք բոլորս։ 4-րդ հարցը։ Ես տխուր եմ, երբ ինձ ծածկում է անցյալի ալիքը, երբ ես հիշում եմ իմ ծնողների տանջանքը, այս այդ ժամանակ իսկապես տխրում եմ։ Ինձ ոչինչ չի կարող տխրեցնել այնպես, ինչքան որ ես կարամ հիշեմ իրենց տանջանքները։ Ահա, վախենում եմ մենակն է, երբ թիկունքս անպաշտպան է, երբ թիկունքս անպաշտպան է։ Ներեցեք, ովքեր են ստանում նման բուժում, նեգատիվ մարդկանց հետ շփվում եմ։ Ես տխուր եմ եւ վատ լուր եմ լսում։ 4-րդ, այո, ես տխուր եմ, երբ 5-րդը։ Ես ուզում եմ լացեմ, երբ я боюсь одиночества մասին մենք անպայման կխոսանք։ Մի հատ թեմա եմ անելու պրո մենակության մասին, միայնակության եւ մենակության մասին, հա։ Ողջույն։ 5-րդ, երեխեք ջան, ավարտեք նախադասությունը։ Ես ուզում եմ լացել, երբ ես կլացեմ։ Անցյալից սխալները, հիշելուց։ Ես տխուր եմ, երբ Արցախն եմ հիշում։
Արցախով կարծես իրանք մեզ բոլորիս կջարդեն։ Ես ուզում եմ լացեմ, երբ 5-րդը։ Ես ուզում եմ, ես անկեղծ ասած, ես հուզվող եմ, ես սիրում եմ լացել, հուզվում եմ շուտ, կարոտից, ես գիտեք ինչից կարամ լացեմ, ես ուզում եմ լացել, ես առաջ շատ լացել եմ այդ տրտունջ, հա, որ երբ որ այդ բանը տենց վատ է ու դու չես կարում փոխես, բայց էդի քո հարազատի հետ է, դու ցավ ես ապրում, բայց հոգեբանությունը ինձ սովորացրել է զարգանալ, հոգեբանությունը ինձ սովորացրել է, որ դուրսը սենց բաներ են, ֆլայերներ են բաժանում մարդիկ, կուզես կվերցնես, կուզես չես վերցնի, ես սովորել եմ այդ զգացումը կամ վերցնել կամ չվերցնել, բայց ես այդ ժամանակ եմ լացում, ու մեկ էլ երբ որ մի բան շատ եմ ուզում, շատ եմ ուզում ու գտնում եմ ինձ արժանի, ես մանր նյութական բաները չեմ ասում, հոգեբանական, հոգևոր, մարդկային արժեքների մասին է խոսքը, երբ որ ես ուզում եմ դա, ու իմ մոտ դա չի ստացվում, չի գալիս, ես կարող եմ անկեղծ լացեմ։ Երեխեք ջան, չաթը չեմ կարդում, 1000 ներողություն եմ խնդրում, որտեվ տեստը ավարտենք, վերջում անպայման կանդրադառնանք, 6-րդ նախադասությունը։ Երբ ինձ վրա բարկանում են, ես, ավարտեք այս նախադասությունը, երբ ինձ վրա բարկանում են, ես, տեսեք, հարցերը ընդհանրացված են, իհարկե դուք կարաք մտածեք կոնկրետ ով, հա, կոնկրետ ինչպես, հա, ձևը, բարկության ձևը, ինչպես է նրանք դա ցուցաբերում, ցույց տալիս։ Ես օրինակ շատ զգայուն եմ բարկության, գովեստի եւ նետվում եմ, ահա։ Օրինակ ես շատ զգայուն եմ բարկության, գովեստի հանդեպ, հա, ու երբ ես զգում եմ, որ ինչ-որ մեկի վրա բարկանում է, ու այդ բարկությունը գեղեցիկ չի ձևավորված, ձևը լավը չի իմ համար, ես մեղադրում եմ, ես մեկուսանում եմ, հուզվում եմ, տեսեք, խռովում եմ, պարփակվում եմ, դա, ինչ բազմազանություն էր, իսկ մեկը էլ գրեք բան եմ անում, ինչ-որ մեկը կա, ում վրա որ բարկանում են, ինքը հարցակվում է, ինքը նույն բարկությամբ էլ այդ մարդու վրա է հարցակվում, կա ինչ-որ մեկը այդպես, ես դա անում եմ, ես կարողանում եմ սուս մնամ, բայց որ ավելի վատ եմ բարկանում, ես էլ ավելի ուժեղ եմ գոռում, ես, այո, իհարկե, ես էլ ասեմ, NLP-ն ունի մի հատ sense մետոդիկա, օրինակ կան մարդիկ, ովքեր սովորություն ունեն, անդադ դիտողություն անել եւ անդադ իրանց բարկությունը ցուցադրել, հա, տրանսլյացիա անել աշխարհին, իրանց բարկությունը, իրանք գտնում են, որ իրանք դրանում շատ ճիշտ են եւ իրանք պետք է անդադ ջղայնանան մարդկանց վրա, անդադ դիտողություն անեն մարդկանց, կլինի փողոցում, տրանսպորտում, խանութում, ընտանիքում, я себя сразу виню. Я себя не виню, հաստատ. Ես давно бужել եմ ինձ այդ սովորությունից, винить себя, как это, я себя красавицу, такую хорошую. Зачем я должна винить из-за какой-то оценки чужого человека, который со мной не делит день, хлеб? Зачем? Ինչի համար, наоборот, я себя хвалю. Ես իմ մեջ ձևակերպել եմ այսպիսի մի ռեակցիա, երբ որ իմ վրա ինչ-որ մեկը բարկանում է, իր այդ բարկության ժամանակ ես մի անգամից շուռ եմ տալիս, ներքուստ իմ ներքին ձայնը սկսում է ինձ գովել, որտեվ դու ինքան լավն ես, դու ինքան արժանինքներ ունես, եւ այլն, հա։ Ահա, 7-րդը, 7-ը։ Ես ուրախանում եմ, երբ փող եմ աշխատում։ Ես ուրախանում եմ, երբ անկեղծ feedback եմ զգում մարդկանցից, հա, հետադարձ կապ եմ տեսնում։ Ես ասի մի հատ նյութական արժեք, մի հատ հոգեբանական արժեք, դուք էլ այդպես կարող եք գրել ձեզ մոտ։ 7-ը, չէ, ես ուրախանում եմ, երբ լավ լուր եմ լսում, ինձ նոր իր եմ գնում,
Երբ գնահատվում եմ, տեսեք, եւ հոգեբանական արժեքներ գրեցին մարդիկ եւ նյութական. когда у меня все получается. А когда не получается, ամենակարևորը դա է հոգեբանության մեջ. Թե ինչպես եք դուք ձեզ վերաբերում, երբ որ ձեզ մոտ ոչ մի бан չստացվեց, այ էսա переломный մոմենտը, այդ անցումային этапը այստեղ է, ու հենց այստեղ կամ դուք կզարգանաք, կամ դուք կկոտրվեք։ Երբ բոլոր պլաներս չհասցրեցի կարդալ, իմ ուզած ձևով են գնում, կայֆ։ Երբ լավ հանդիպում է, սուպեր, ես եմ ուրախացնում, դա լավ էր, երբ ես ուրախանում եմ, ես ուրախանում եմ, երբ ամեն ինչ ինձ դեմ է, երբ այդ պահին ինձ մի լավ բոլորը քլնգել են ու լավ քննադատել են, բամբասել են եւ այլն, բայց ես ինքս իմ հետ եմ, չէ՞, միևնույն անում, ու ես ինքս ինձ կարամ ասեմ, մեկը դու ամենալավն ես, հատակ, ես դրանից եմ ուրախանում, որ այդ բանաձևը ես իմ համար սովորել եմ, երբ ինչ, երբ խոսակիցս խելացի է, շատ լավ, չատը չեմ կարդալու էլ, երեխեք ջան, հաջորդը, տեսեք մարդիկ, տեսեք դիֆիցիտ, ասում երբ դիմացինս խելացի է, ուրեմն ինքը ժամանակին ինչքան հիմարների է հանդիպել իր կյանքում, ինչքան ինքը այդ դիֆիցիտը զգացել է իր կյանքում, դիֆիցիտ բառը չգրեցիք հայերեն ոնց է, պակաս, պակասություն երևի, պակասորդ, ինչա պակաս, գրակ են ոսկեղենիկ հայրենով գրեք դիֆիցիտը, թշնամիներս տեսնում եմ ոնց եմ հարստանում, բոմբա, ռակետա, այ նյութական արժեքները և հոգեբանական արժեքները, դա սուպեր, պակասորդ, տեսեք զգացումների պակասորդը բերում է դրանց իզաբիլիե, դրանց առատությանը, մարդը գնահատում է, երբ ինքը խելացի մարդ է հանդիպում, նախկինում բավականին հիմարների է հանդիպել, ցավոք սրտի, իրան ասել են, որ բոլորը հիմար են ու ինքը սկսել է այդ հիմարներին տեսնել, հոգնել է դրանից ու սկսել է արդեն տրամադրվել է, որ տեսնի արդեն լավերին, բարի երեկո բոլորին, 7 ասեցինք, 8 ասեցինք, չէ, 8, հիմա 8, ինձ դուր է գալիս իմ ընկերների մեջ այն, շարունակեք նախադասությունը, ինձ դուր է գալիս իմ ընկերների մեջ այն, ես եմ պատասխանում իմը, դուք եք գրեք ձերը, ես ճիշտն ասած ընկերների պահով իմ կյանքում ստացվեց այնպես, որ ես իրենց բազմաթիվ անգամ կորցրել եմ, հրաժեշտ եմ տվել, իրանք շատ մեծ մասը գնացել են Հայաստանից, այդպես ասեմ, կորցնել էդի նկատ ունեի, որ իրենք մեկնել են հեռու երկրներ, ամուսնացել գնացել են եւ այլն, ու ես անընդհատ իմ կյանքում եկել են նոր մարդիկ, նոր ընկերներ, ես միշտ նոր ծանոթություններ ունեմ, նոր մարդիկ, իմ մոտ միշտ վերաթարմացումներ ա լինում, ու ես չեմ հասցնում այդ մարդկանց խորքային հատկությունները, հատկանիշները իմ համար գնահատել, հոգեբանորեն կարողանում եմ օգնել կոծելու փոխարեն, երբ շահախնդիր չեն, բամբասկո չեն, դու իմ համար это правило номер 1 է, բայց շահամոլ, ես սիրում եմ, երբ իմ ընկերները հոգեպես են առատաձեռն, շահամոլ են իհարկե, իմ պարագայում հատկապես շատերը ուզում են իմ հետ ընկերություն անել, ոչ թե իմ մարդ տեսակի, ոչ թե իմ մարդկային հատկանիշների համար, այլ ձերի հոգեբանական օգնություն ստանալու համար, ինչը ես միանգամից իհարկե զգում եմ, նկատում եմ, ու ես ինքս մի քայլ հետ եմ կանգնում այդ մարդկանցից, ես դա շատ հաճախ եմ նկատում իմ կյանքում,
Դրա համար երբեմն ընկերներ ուղղակի չունեմ, բայց ունեմ ինձ։ Ես ունեմ ամենալավ մարդու ընկերասիրությունը իմ հանդեպ, դա ես եմ։ Ես հիմա շատ ուրախ եմ, որ կարամ մենակով դուրս գամ տանից ու գնալ ուր որ ուզում եմ։ Մենակս պլանավորեմ իմ օրը ու ընդհանրապես ինձ վատ չզգամ նրանից, որ այդ օրը իմ հետ ոչ մեկ չկիսեց։ Դե իհարկե, երբ ունես կողքդ ընկերներ, դա այլ շքեղություն է, երբ դուք մի ալիքի վրա եք ու կարող եք մի ոգով գնալ մի տեղ, բոլորդ ուրախ գալ, ոչ մեկ ոչ մեկի տրամադրությունը չփչացնի։ Ինչու չեմ սիրում ընկերներիս հետ արդեն, ոչ թե իմ ընկերներիս հետ, չէ, ընկերներս ստեղ էլ չեն, իսկ ես նոր ընկերներ, սաղի մոտ նոր ընկերներ են, տենց հին ընկերներ ունեմ, բայց մի քանիսին հինը ունեմ, տենց հաճախ չենք հանդիպում, բայց ունեմ, վերջը։ Ես սիրում եմ էտե իմ ընկերների մեջ, ովքեր ուրախ են։ Ես սիրում եմ իրանց հումորի զգացումի համար, այդպես կարամ ասեմ։ Спасибо за подарок։ Ահա։ Իմիջիալոց, նույն է քնարեք, մենք վրոդի պայմանավորվել էինք, որ պիտի գնանք ֆիլմը նայենք մեր Վազգեն Սարգսյանի։ Կուտա вы делись, девочки, а? Այ հաջորդ հարցը։ Իմ դուրը չեն գալիս, երբ իմ ընկերները, այս ինչքան փակ հարցեր են եկել։ Ինչ անկեղծ լավ եթերա, տա։ Բացեմ դուք էլ տեսեք, թե մարդիկ ինչեր են գրում։ Այսքան փակ SMS-ներ ունեինք։ Արածս անգիտակից սխալից միշտ հիշում լազում առանց ինձ հավաքվում են։ Վաու, это же դուք ստանում եք այսօր ադամանտ, որովհետև ամենաանկեղծ եւ ամենա այն թույն բաննա, որ սխալ են ընկալում ինձ։ Ես իմ բոլոր այդ ընկերների կորցնելը սկսվել է, երբ ես սկսեցի գիտակցել, որ իրենք ինձ ընկեր չեն, երբ իմանում էի, որ իրենք առանց ինձ հավաքվել են։ Մանկությունս տարիներից մի ցավոտ դեպք ունեմ, նոր հիշեցի, փաստորեն տեսեք չեմ մոռացել։ Այսօր անպայման կանեմ նենց, որ դա մոռանամ։ Գիտեք, մի հայաթի աղջիկներ էինք, միասին գնում էինք դպրոց մի 4-5 հոգով։ Աղջիկներից մեկը հրավիրում ամուսներին իրա ծնունդին, ու իսկ ինձ չի հրավիրում անվանապես, հա։ Ես դրանից շատ նեղանում եմ ու այդպիսի հոգեբանական ցավ եմ ապրում ու փոքրուց ես սովորել եմ հաղթահարել այդ ցավը, միշտ գտնել իմ մեջ նոր ուժեր, նոր գաղափարներ, նոր գիտելիքներ, նոր արժեքներ, ամենակարևորը այդ ընկերության դեֆիցիտը, երբ որ ես փոքրուց միշտ սոված եմ եղել, իմ մոտ դեֆիցիտ ա եղել ընկերների, ընկերուհիների, լավ հարաբերությունների, իսկական են տաք, ջերմ են, անկեղծ ազնիվ, որ սենց один за всех, все за одного, այդ ընկերության այդ ոգին ինձ պակասել է, միշտ եղել է իմ մոտ պակասորդ դեֆիցիտ, հա։ Բերեց նրան, որ ես ձևակերպեցի, ձևավորեցի այսօրվա իմ կյանքը այնպես, որ թեկուզ կարճ ժամանակահատվածով, թե երկար ժամանակահատվածով, ես ունեմ իմիջիալոց 15 տարվա, 30 տարվա, ես ունեմ ուղիղ քանի տարեկան, որ ես եմ այդ տարիքի ընկերուհի, իմ Կարինկան, մենք մանկապարտեզից մինչև հիմա մոտ ենք իրար, մենք հարազատ հոգիներ ենք, ու Կարինկան, իմ Մալխասյանը Կարինեն, ինչքան էլ մենք ինքը այն մարդկանցից է, որին փոքր ժամանակ տարել են Ռուսաստան ծնողները, մենք բաժանվել ենք, բայց մենք երբեք չենք մոռացել իրար։ Ամենահենց առաջացավ Однокласснիկը, Facebook-ը, Instagram-ը։ Ես հիշում եմ, որ իմ ընկերների առաջինը ցանկի մեջ եղել է ինքը։ Ես ու ինքը ինձ ա գտել, ես իրան միշտ։ Մենք մինչև հիմա հանդիպում ենք, երբ ինքը գալիս է Երևան, մենք պարտադիր պետք է հանդիպենք։ Տակ, հա, ես իմ հարցին չպատասխանեցի, չէ, 9-րդը իմ դուրը չի գալիս, երբ իմ ընկերները։ Իմ դուրը չի գալիս, երբ իմ ընկերները ինձ լքում են, երբ ես իրենց զանգում եմ, ու իրենք իմ զանգերին չեն պատասխանում, ես դա ատելով ատում եմ։ Այո, ես չեմ սիրում, երբ ես իմ ընկերներից նեղացել եմ, իրանք
չեն գալիս առաջին իմ հետ բարիշելու։ Ես դա չեմ սիրում։ Ես սիրում եմ, որ իրանք են, որ իրանք հասկանան իրենց սխալը ու գան առաջին իմ հետ բարիշեն։ Պահանջ Մանուկյան Աննայի կողմից որպես մարդ։ Ես չեմ սիրում, երբ որ իմ ընկերները նոր թե հին սկսում են ինձ ընկալել որպես հոգեբանի։ Ոչ, եթե դուք եկել եք իմ տուն ու ես իմ տան շորերով եմ, իմ հետ պիտի հաց ուտեք, ես հասարակ մարդ եմ։ Ճիշտ այդքան էլ հասարակ մարդ չեմ, բայց դե։ Ահա, հաջորդ հարցը։ Ոյ, ես բոլորի հանդեպ եմ տենց միշտ իրենք են մեղավոր, ես չէ։ Իմ կյանքում էլ այդպես, ես մեղավոր չեմ, ինձ ոչ մի մեղադրանք չներկայացնեք։ Բայց իրոք, եկեք մի հատ մտածենք, եթե ես զանգում եմ իմ ընկերուհուն, ինքը չի պատասխանում հեռախոսից զանգին։ Ոնց կարամ ես հասկանամ, որ ինքը այդ պահին զբաղված է կամ ինչ-որ բան իրան խանգարում է։ Չէ, անկեղծ եկեք խոսենք, հա, բոլորիս մոտ էլ այդ վսպուշկան առաջանում ջղայնության։ Ոնց կարան իմ զանգին չպատասխանել։ Ես նրանից է, որ ես եւ դու համապատասխանությամբ Արյուծ ենք, կա տենց բան, արյուծիկներին չնեղացնեք, մենք տակ ենք, կրակոտ ենք, չէ, ինչ անել, որ ինչ-որ դեպքերի ժամանակ առաջինը չխոսել, այսինքն, առաջինը չխոսելը որն է, Աննա ջան, չատին մեկ նայի, էտա մի վարկյան նայեցի վերջի հարցը մնաց ու վերադառնում եմ չատին, վերջի հարցը, 10-րդը, ես երազում եմ, հիշում եք մեր փոքր ժամանակվա երազանքները, են բացիկների վրա, որ գրում էինք խաղաղ երկինք, կապույտ երկինք, կանաչ խոտ, երազում էինք խաղաղություն, որ բոլորը առողջ լինեն, այո, ես հիմա ինչ եմ երազում, ես ինձ երազանքներ ունեմ, բոմբ, ռակետա, լինել հարուստ բարերար, ես էլ եմ ուզում, ես ուզում եմ, որ իմ հաշվի համարի վրա ամենակիչը միշտ լինի 1 միլիոն դրամ, ամենակիչը, որ 1 միլիոն դրամ մնա, ես ասեմ, վաու, մի քիչ աղքատացել եմ, պետք է լրացնել արագ, միլիոնչիկի, այո, կան մարդիկ, ովքեր պարտավոր են լինել հարուստ և ունենալ բավականին մեծ միջոցներ, ճիշտ է, գումարը և փողը և ինչ են ասում, պաշտոնը մարդու մեջ արթնացնում են իր ներսում ապրող հրեշին, իսկ այդ հրեշը մեր բոլորի մեջ կարա ապրի, բայց կան մարդիկ, ովքեր այդ հրեշին կարողանում են սանձել, չկերակրել նրան ագահությամբ, չդառնալ ագահ, բայց բոլոր դեպքերում ես գտնում եմ, որ կան մարդիկ, որ պարտավոր են լինել հարուստ, բարեկեցիկ, ունենան բավականին մեծ միջոցներ ապրելու, որովհետև իրենց բարեկեցությունից իրենց կողքինները միայն կծաղկեն։ Կամ ինչի պետք է անպայման բացատրվի հարստություն, ուղղակի դա լավ բան է, չես կարող լինել ֆինանսապես հարուստ, եղիր հոգով հարուստ, եկեք սկսենք հոգով հարստությունից, դա ամենակարևորն է, ում է պետք այն մարդը, ով ունի լիքը փող, բայց չունի որևէ մի լավ հարազատի, ով կարա իր տուն գա հյուր կամ ինքը գնա հյուր, ու միևնույն է ինքը մնում այն տհաճը, զզվելին ու կամ իրան, որ ընդունեն փողի համար են, դա ոչ մեկին պետք չի, այդ հարստությունն էլ պետք չի, հոգով հարուստ եմ, հա, ես ընդեղ լիքը հարց բաց թողեցի, բայց ես տեսնում, որ լիքը լավ բաներ եք գրել, ներողություն եմ խնդրում, ես երազում եմ, ահա, ես երազում, ինչ եմ երազում ես իմ համար, մի երազանքովս հիմա եթերում չեմ կարող կիսվել, բայց կա, ես շատ եմ երազում դա, ոչ թե երազում եմ, այլ ես արդեն այդ երազանքը վերածվել է նպատակի և ես կոնկրետ քայլեր եմ ձեռնարկում ու բավականին մեծ ճանապարհ եմ անցել, որ դա իրականանա, ես երազում եմ, քանի որ իմ աշխատանքային ստուդիան, տուն ստուդիան է, ես իմ տունը կահավորել եմ որպես ստուդիա, հոգեբանական ստուդիա և այցելուներիս երբ պետք է օֆլայն ընդունում եմ տանը,
Գտնում եմ, որ տարածքս արդեն փոքր է, ես երազում եմ, որ այն դառնա 2 հարկանի եւ մի քանի սենյակ, բազմասենյականոց մի եւ 2-3 հարկանի, որ ես իմ ստուդիան կարողանամ հատկացնել, որպես ստուդիա, այդ տան մեջ մի անկյուն, բայց ունենամ այլ սենյակներ, որտեղ կապրեն իմ ընտանիքի անդամները, որ ես տենց շատ եմ ուզում։ Так. Էս ինչ է նորից փագում կոմենտարիաները, ես փակ կոմենտարիաներ են եկել, ես Հայկուհին ա, հա, Հայկուի ջան, իմը ցույց ա տալիս, որ դուք ինչ-որ բան եք գրել, բայց ես չեմ կարող կարդալ, ինձ կասեք, ովքեր են արտ-թերապիա բուժում ստանում, դա ինձ ովքեր ունեն դրա կարիքը, խնդրում եմ պատասխանեք, արտ-թերապիան կարող են ստանալ բոլորը, բոլոր ցանկացողները, այն հակացություններ չունի, ցուցված է բոլոր մարդկանց համար եւ նրանք ովքեր ցանկանում են, ում համար դա հետաքրքիր է, ովքեր սիրում են արվեստը, ովքեր սիրում են նկարել, ովքեր որ սիրում են գուցե երաժշտություն, դա իրենց հետաքրքիր է։ Արտ-թերապիան ունի մի քանի ճյուղեր, հա, մի քանի առաջինը չխոսել մի րոպե եղեք ջան։ Ու մի քանի ճյուղեր ունի արտ-թերապիան, արտ-թերապևտը հարցնում է, հետաքրքրվում է, իմանում է, թե այդ մարդուն ճյուղերից որն է դյուրին, հաճելի, որն է առավել հոգու մեջ արձագանք գտնում եւ այդ արտ-թերապևտիկ մեթոդից էլ օգտվի։ Ես օրինակ կինոթերապիան եմ շատ սիրում, ֆիլմը դիտում ենք եւ քննարկում, բիբլիոթերապիա, գրքերի ընթերցանությունը, հա։ Իդեպ, այս գիրքի մեջ ես մի հատ լավ տող եմ գտել, ուզում եմ ձեզ համար էլ կարդալ, այդ Սկորպ Սատանին, հա, գիրքը շատ իմ համար հետաքրքիր միտք էր։ Էսա ես մի հատ ստիկերս վերցնեմ, կապրած ես ուզում էի նշի, որ այդ էջը չկորցնեմ, հավանաբար այդ մասից սթորի էլ կանեմ, այստեղ ուրեմն հերոսները ասում են, ինչ-որ հարցի շուրջ են իրենք խոսում, ու մեկը ասում է, не дай Бог, воскликнул я, ах, Бог никогда не мешает исполнению своих законов, հա, Աստված չի խանգարում ինքը իր никогда не мешает исполнению своих законов, Աստված չի խանգարում ինքը իր օրենքների կատարմանը, լսում եք, поступая иначе, он бы уничтожил себя, հասկացաք, ինչ հետաքրքիր միտք էր, այսինքն Աստծո մոտ կան իր կանոնները եւ Աստված երբեք չի խախտում իր իսկ ստեղծած կանոնները, հակառակ դեպքում ինքը կոչնչացներ ինքը իրեն։ Հետաքրքիր գիրք է, կարդացեք, Մարիա Կարելի, Սկորպ Սատանի, դեռ չեմ ավարտել, այսքան հետաքրքիր հատվածներ ունի իմ համար, որ այսօր այդ միտքն էր, որ կարդացի, վրաս ազդեց, ինձ մի քանի ժամ այդ մտքի տակ էի ու որոշեցի այսօր իմ լայվում էլ դրա մասին խոսել։ Իտակ, տեստը ավարտեցինք, հիմա հարցերին մի քիչ անդրադառնանք եւ ինչ անենք էլի։ Հարցերը կրկնեք, անդրադառնանք։ Հարցերը կրկնեմ։ Այս 10 հարցերը Նունե ջան, որ նոր արեցինք, գրեք, թե ինչ։ Օրինակ, այս հնչեցրած հարցերից, որոնք էին ձեզ համար ամենաազդեցիկը, որը ամենաշատը ձեզ տպավորվեց։ Իմ համար օրինակ ընկերների պահը, ինչ է իմ դուրը գալիս եւ ինչը դուրս չի գալիս ընկերներիս մեջ։ Այս հարցերը հա նորից կարդամ, հեսա կկարդամ։ Սա տեստեր, թե զուտ հարցեր։ Հարցեր։ Անավարտ նախադասությունների տեստը կա գիտական մշակմամբ, այն կազմված է 60 հարցից, դա այսօր չենք անի, մի օր կանենք։ Ինչպես ազատվել անցյալ տրավմաներից։ Անցյալի տրավմաներից ազատվելու հոյակապ մեթոդիկաներ կան, հենց հոգեբանությունը
հարուստ է այդ մեթոդներով, նայես թե ինչ տրավմա է, պետք է անհատապ կոնսուլտացիա։ Բարի երեկո ձեզ։ Հետևորդներ ջան, գրեք հարցերը։ Գրքի անունը նորից կասեք, այո, կասեմ ու ցույց կտամ։ Մարիա Կորելլի, Սկորպ Սատանի, անգլերենն էլ կա։ Անգլերենն էլ ունեմ, իդեպ կարամ երկու լեզվով էլ զուգահեռ կարդամ։ Նման բան արել եք երբևէ, որ նույն գիրքը երկու լեզվով կարդաք։ Ինչ հզոր ականջող էր, ականջս ցավացրեց։ Ինչի համար։ Ոնց է ցավում։ Можно узнать, почему во мне всегда находится страх, что это болезнь? Какой страх? Страх чего у вас находится, Мария Джан? Какой страх? Страх чего? Что вы думаете? Какая болезнь? Ես գնամ, չեք նեղանա։ Չէ, Լանչիկ ջան, չենք նեղանա, բայց դուք ձեր ներկայությամբ այսօր զարդարեցիք մեր եթերը, իմ եթերը։ Մնաք բարով, Աստված ձեզ հետ, լիքը փողեր աշխատեք, լիքը հաջողություններ լինի, լիքը լավ տրամադրություն ձեզ, միշտ լինեք կրեատիվ։ Մերսի, համեցեք նորից։ Թովմասիկ, պրիվետ։ Ոնց անել, որ չկասկածել մարդուն։ Ոչ մի բան։ Ոնց է, եթե կասկածում եք, եթե մի ձև այդ կասկածանքը ձեզ մոտ սկսվել է, ուրեմն որևէ մեկը դրան տեղիք եք տվել, չէ՞, կամ դուք կամ այդ մարդը։ Չի կարող այդպես լինել։ Կասկածանքը հենց այնպես առաջանում է, անչափ հաճելի եթերը։ Շնորհակալ եմ, դուք էլ ոնց ես, ինչ կա, չկա։ Լավ, Թոմ ջան, դու ոնց ես, դու ասա, դասերդ ոնց է։ Որպեսզի ես այսօր ողջ մնամ, պետք է այս ականջողից այսօր հրաժարվեմ։ 100 հատ էլ սրտիկեմ գնամ։ Ուրեմն 100 անգամ ձեր եկամուտը այսօր կբարձրանա։ Դասերս լավ են, ես էլ ոչինչ։ Ինչի՞ չեք, օրինակ մեկը ինչու չեք ասում, ինչի ոչինչ։ Դասերս լավ է, իսկ ես լուչше всех, իսկ ես բոլորից լավ, ես շատ լավ։ Ինչպես ազատվել վատ հիշողություններից։ Վատ հիշողություններից ազատվելու կոնկրետ մեթոդիկաներ կան, հա, կոնկրետ ձևեր կան հոգեբանական։ Գրանցվեք ուրեմն խորհրդատվության, համեցեք, մեծ սիրով հանեմ ձեր բոլոր վատ հիշողությունները։ Եթե դուք իհարկե պատրաստ եք իրենցից ազատվելու։ Բարի երեկո կասեք, որպես հոգեբան, աղջիկս ուզում է դառնալ հոգեբան, բայց շատ էմոցիոնալ է ու զգայուն։ Ուրեմն հենց ինքն էլ թող դառնա հոգեբան։ Հենց իսկ ձեզ ինչ է թվում, որ հոգեբանները դրանք հավասարակշռված, սառը, էմոցիաներից զուրկ մարդիկ են, ոչ, հոգեբանները ամենատակ, ամենանուրբ, ամենա, հասկանում եք։ Եվ այդ հատկության հաշվին իրենք կարող են գտնել յուրաքանչյուր մարդու մեջ իր ամենանուրբ, ամենափակ կողմերը։ Վստահաբար, եթե էմոցիոնալ է եւ ուզում է դառնալ հոգեբան, ուրեմն հավանաբար ինքը ուզում է հենց այդ մասնագիտության միջոցով օգնել ինքն իրեն եւ գալ էմոցիոնալ հուզական հավասարակշռվածության, կարգի բերել սեփական զգացմունքները։ Տեղիք տվել է ու դա խանգարում է մարդու հետ շփվել։ 100% Անա ջան, ճիշտ ես։ Այո։ Դե հիմա տվելա, հիմա դուք ոնց ազատվեք։ Եթե մարդ կասկածանքի տեղիք հա տվել, ուրեմն դուք իրան պետքա կասկածեք։ Կասկածում եք ու վերջ։ Իսկ ինչի եք դուք փորձում պայքարել սեփական ինտուիցիայի դեմ։ Եթե ձեր ինտուիցիան ձեզ ասում է, որ ինքը ձեզ ինչ որ մի բան այն չի արել։
Ինչ եք դուք ձեզ ստիպում պարտադրում ընդունել իրեն այնպիսին, ինչպիսին որ ինքը կա։ Եթե դուք ուզում եք սովորել ասել ոչ մարդուն, առաջին հերթին սովորեք ասել այո ինքներդ ձեզ։ Ինքներդ ձեզ սովորեք ասել այո։ Լավ, մի ընկեք այդ արհեստական հույզերի հետևից, եթե դուք չեք կարող մարդուն մերժել, դա շատ վատ բան չի, որովհետև դուք եք շատ բարեսիրտ։ Իսկ միջև մերժելը դուք փորձել եք ձեզ ասել այո, ձեր օգուտը տեսնել։ Երբ որ դուք կտեսնեք, կսկսեք գնահատել ձեր օգուտը, դուք կսկսեք կսովորեք մերժել մարդկանց, եթե դա անհրաժեշտ է ու վերջ։ Բա, պիսի բաներ։ Հա, հարցերը, 10 հարցը մի հատ վերևից ներքև կարդամ, ովքեր չհասցրեցին գրել կամ կեսից են եկել, սա կոչվում է անավարտ նախադասությունների։ Կարող եք հարցերը ինքներդ էլ որոշ հարցեր փոփոխել, գրել կամ հանել, լավ, մոդիֆիկացնել։ Առաջինը, ես սիրում եմ երբ մաման կամ պապան, հա, փակագծերում, ու ավարտում եք նախադասությունը։ Երկրորդը, ես չեմ սիրում երբ մաման կամ պապան, հա, մայրիկը կամ հայրիկը։ Աննա ջան, մերժելով չեմ ուզում մարդուն նեղացնել։ Շատ իզուր։ Օրինակ ես էլ ես վերջերս մեկին չմերժեցի մի հարցում, բայց հիմա ես եմ նեղացած նստած։ Իսկ ես ավելի լավ է իրան մերժեի։ Ան մի հարց, եթե երեխեն 16 տարեկանը նարկոտիկ օգտագործում, ոնց անենք։ Անհապաղ բոլոր միջոցները ձեռնարկեք, որ նա դա թողնի, դա չդառնա իր մոտ սովորություն, ցանկություն, հատկապես նա դա հանգարց չսիրի։ Արեք ամեն ինչ հնարավորին եւ անհնարին, բոլոր ընդունված եւ չընդունված մեթոդները, միայն թե նա դրանից ազատվի։ Ոնց թե օգտագործում է։ Մատիկները կոտրել։ Հասկանում եք, փոխաբերական իմաստով եմ ասում, ցանկությունը կոտրել իր մեջ։ Կասեք ոնց ազատվել են մտքից, որ ներում ես մարդուն ու քեզ չես կարողանում ներել իրան ներելու համար։ Ուրեմն դուք իրեն չեք ներել։ Եթե դուք ափսոսում եք իրեն ներելու համար, ուրեմն դուք չեք ներել, դուք նորից կվերադառնաք ձեր բորբոքվածությանը, ձեր վրդովմունքին։ Ոչ բոլորն են նման, ամեն օր կանչում են։ Եվրոպայում ապրում, նորմալ անդեղ, այ քեզ հայ ես, ասա, հայ ես ապեր, այսինքն անդեղ նորմալ է, հայերիս համար նորմալ չի։ Մենք ունենք մեր փառք Աստծո, մենք այնպիսի ազգ ենք, ով ունենք մեր սեփական տրադիցիաները, մենք ունենք մեր կարծրատիպերը։ Այդ կարծրատիպերից մեկը այդ չխմել, չծխել, հայ ենք, չէ, մենք եվրոպացի չենք ու չենք էլ լինի։ Բարև ձեզ։ Դիմել հոգեբանի եւ համապատասխան մասնագետի։ Այո, շտապ այնել, իհարկե։ Նորմալ չի Եվրոպայի բժշկության համար։ Ինչ։ Բժշկության համար։ Չեմ կարող եվրոպական բժշկության համար պատասխանեմ, մեր Հայաստանից հայ եմ, Հայաստանում եմ ապրում։ Իմ համար ավանդական, հայկական, ամեն մարդ հոգեբան, ամեն մարդ բժիշկ է եւ ամեն մարդ նախագահ, այդ մոտեցում ավելի հարազատ է, քան եվրոպական, չգիտեմ ինչ, ազատավոճ, ազատամիտ մտածել, նարկոտիկը մահ է, ինչ է նա նշանակում, դա նորմալ է։ Երեխուն ջղայնանաս կտա, Եվրոպական երեխուն Անջելես զերիցս տանում են։ Ես չգիտեմ դուք ինչ ջղայնության մասին եք խոսում, բայց որ ասում է կարիք չկա երեխայի վրա գոռալ, նույն բանը դու կարող եք ասել շատ ցածր ու ինքը շատ ավելի լավ կլսի։ Դուք իրեն կարող շատ ցածր ասել, եթե դու մի անգամ էլ օգտագործես կամ մոտենաս կամ վերցնես կամ չգիտակցես, որ դա շատ վատ բան է։ Ես պրոստը քեզ
կպատժեմ։ Եվ իհարկե ձեր բառերով մի բան ասեք, որից ինքը վախենում է։ Այսինքն ոնց կարաք թողեք, որ ձեր երեխան տենց բան ընդունի, ասեք նորմալ է։ Այսինքն 16 տարեկանի նարկոտիկից մահը նորմալ է։ Կներեք, ես հայ եմ, իմ համար դա ամենավատ բանն է։ Եղավ, հիշացրեք իրան անընդհատ, որ մենք հայ ենք, դու հայ ես։ Մենք հայերս ունենք մեր ազգային ընտանեկան տրադիցիաները, համազգային, մեր համահայկական բաները, հա, ու դա ոչ մի ազգ չի կարա կոտրի ու խլի մեզանից։ Դուք չեք պատկերացնում, ջղայնանում ես, չեմ էլ ուզում պատկերացնել, չեմ էլ ուզում ձեր հարցին ինչ-որ հիմա խորանամ, որովհետև դուք հիմա նենց եք գրում, որ ես կարամ հիմա ձեզ վրա ջղայնանամ, որ դուք չեք ուզում այդ երեխուն հետ բերեք այդտեղից։ Դուք ձեր պատասխանատվությունը, դուք ձեր անելիքները պատասխանը տեղափոխել եք եվրոպացի, չգիտեմ ինչերի մարդկանց վրա, որոնց ես չեմ ճանաչում։ Դուք եք այնտեղ ապրում, դուք իրանց գիտեք, ես չգիտեմ։ Բայց ես տեսնում եմ, որ դուք ձեր պատասխանատվությունը փոխանցել եք ուրիշներին, դուք արդարացնում եք իրանց, բայց դուք չեք անում մի քայլ, որ այդ երեխուն հետ պահեք, ես չեմ կարել պատասխանեմ ձեր հարցին։ Ձեզնից տանելը ինչ չէ նշանակում։ Խոսեք հետևանքի մասին ի վերջո։ Ժողովուրդ, ողջունում եմ, քույրեր եւ եղբայրներ։ Դու այս միջոցով փորձում եք օգնել։ Դուք չգիտեք ինչ համար օրենքներ, ինձ չի հետաքրքրում։ Երեխեն նարկոտիկ ընդունում, որ երկրում եք ապրում, ինչ կապ ունի տեղ ինչ օրենքներ են, ինչ եք դուք հիմա ուզում ինձ ասած լինեք։ Չեք ուզում այդ երեխուն փրկել, գցել եք այդ օրենքների վրա, դուք եք ընտրել այդ երկիրը ապրելու։ Հետ եկեք Հայաստան։ Ողջույն բոլոր նոր միացողներին, Աննա Քուրիկ շատ ասազում կարմիրը ձեզ ապրեք։ Միասին ոնց որ ասեցինք այս նույն բանը, եկեք Հայաստան ու փրկեք ձեր երեխային։ Արելա ձեռից տարել են։ Էլ ինձ այդ հարցը չգրեք, ես ջղայնանում եմ։ Ծնողը ջղայնացել է, մորը ասել են կդատեմ։ Խնդրում եմ այս թեմայով ինչա ջազն որամ էլ մի գրեք, օքեյ, ես ջղայնանում եմ։ Ես ինքս երեխայի կողմն եմ, երեխայի կողմը լինել այդ մուսի-պուսիները չի։ Դա երեխայի իրավունքները, երեխայի առողջությունը պահպանելն է, երեխա սիրելը, երեխային պաշտպանելը։ Լավ, իմ մոտ էլ չգրեք, որ տենց նախ ինչպես եք դուք թույլ տվել, որ նա մի անգամ կպնի դրան, մի անգամ համտեսի, մի անգամ մոտենա։ Չգիտեմ դուք ում համար եք գրում, երրորդ դեմքից եք գրում, ինչ որ մեկի ուզում եք օգնել, այդտեղ ինչ իրավիճակ է, ինչ հուզական, հոգեկան այնտեղ առողջության հարց է։ Ես կխնդրեմ իմ եթերում դա չգրեք, ես շատ ջղայնանում եմ, ես չեմ կարա, եւ որ գիտեմ, որ ոչ մի բանով չեմ։ Ես ձեզ ասում եմ ինչ անեք, դուք ինձ ասում եք Եվրոպայի օրենքները։ Ես Եվրոպան։ Ես լսել եմ միայն Եվրոպայի մասին, ես այնտեղ չեմ եղել, ես չեմ ապրել այնտեղ։ Ես եվրոպական մասնագետների հետ փորձի փոխանակում կարամ անեմ մաքսիմում։ Մի երեխայի մասին է, հիմա իմ սիրտը, շատերի սիրտը կարա ցավա։ Դուք գրում եք մի բան, երեխան, որ բոլորս ձեր գրածի մեջ ինչ-որ բան տեսնում ենք նիտո, հասկանում եք, ինչ-որ մի բան են չի ձեր գրածի մեջ, ինչ-որ մի բան դուք թաքցնում եք, ինչ-որ մի բան ուրիշ ձև եք ուզում ներկայացնեք, ինչ-որ խոսք քաշեք, ինչ-որ ես ինչ-որ բաներ ասեմ, բարկանամ։ Հասկանում եք, ես էդի շատ լավ զգում եմ, շատ որ ամեն ինչ բացահայտ ձեզ չեմ ասում հիմա, ավելի կտրուկ չեմ ասում։ Ահա, всё, բլոկ կգնաք։ Ուրեմն բլոկ եք, Նունե ջան, ես էլ եմ գտնում ճիշտ։ Եկել եք ստեղ երեխա 16 տարեկան, նարկոտիկներ, Եվրոպա, հարց եք բարձրացնում։ Ես ընդհանրապես հոգեբան եմ ու բանը հայ, զտարյուն հայ եմ ես հայկական տրադիցիաներով մեծացած, իմ մեջ ապրում է հայի ոգին։ Իմ համար անընդունելի է, որ երեխան ծխի, խմի, Անաքուրիկ ծխելը թարգել եմ այսօր, բայց չեմ ձգում, ինչ անեմ։ Թարգել ես, լավ ես արել, դա կանցա գնա։ Ծխելու մեջ ոչ մի լավ բան չկա։
ոչ մի լավ բան չկա, պետք չի ծխելը։ Դուք հրաշք եք։ Մերսի։ Հասկացաք, ես չեմ կարող, էլի երեխեք տենց բաներ են գրում։ Մենք ապրում ենք Ամերիկայում, այնտեղ հեսա որ ես լրջանամ, ժպտացեք։ Ես հասկանում եմ այս ամեն ինչը, էլի։ Երեխաներին փոքրուց այնպիսի բաներ են ներմուծում, հետո ասում են այդ մարդը անուղելի է։ Ես այնպես մարդկանց մանկություն եմ դիտարկել, որ այսպիսի մի ասացված քիշեցի, հայկական չի, ասում է օծի բերանը ինչքան մեղր լցնես, միևնույն է ինքը օծ կմնա։ Այդ վերաբերումը այն չար մարդուն, մերսի Նունե ջան, այդ վերաբերումը այն չար մարդկանց, ովքեր ում ինչքան լավություն անես, ինչքան տաս, լավություն բուժես, տանես, բերես, ինքը միևնույն է օծ է մնալու։ Ու լավ բանը որ կարաս անես, ուղղակի մի քայլ հետ կանգնես այդ մարդուց։ Բայց այս ասացվածքը նոր ընկերուհուս եմ ասել ու ասում եմ իրան դու միշտ եղիր այդ մեղր տվողը։ Դու միշտ եղիր այդ մեղր ստեղծողը։ Դու միշտ դու օծի բերանը միշտ, որտեվ այդ օծի հետ մի հարկի տակ եք ապրել, հիմա ուզես դուք բարեկամներ եք դառնում։ Ինքը չի փոխվի, բայց դու միշտ այդ մեղրը տորի իրան։ Մեր հայերը չեն որ գնացել են, լավ եկեք այս թեման իրոք ուրիշ հարց գրեք։ Ես գնալով ջղայնանում եմ այդ մեզ հայերից չի սազում այդ Եվրոպայից վերցնել ամենավատը։ Դուք վերցրեք Եվրոպայից ամենալավը։ Այնտեղ հոյակապ, հիանալի մարդկային փոխհարաբերությունների կուլտուրա կա, որը մեզ հայերից չէր խանգարի։ Վերցրեք այդ ամենալավը։ Իմ փորձից եմ ասում։ Իմ փորձից եմ ասում, ամենալավ միջոցը լռելն է, ուղղակի չխոսել։ Ուղղակի չգիտեմ, այս որ հարցին գրեցիք, բայց լավ գրեցիք։ Ճիշտ է, լռելը այդքան էլ արդեն էլ իմ համար արդի չի, ես առաջ էի շատ լռող, այդ բամբակ զանգակի մենակ ամուսնական կյանքի մեջ չէ, էլի այդ արտահայտությունը նաև կյանքում մի մեծ, օծ մարդու հետ, հա, իմ կյանքի մեջ մի մեծ հատված ես բամբակ եմ եղել, լռող, չպատասխանող լռող, հենց դարազանգակ, կյանքս լրիվ չքնաղացավ, այնպես որ կասեն ես հոգեբանը մեզ ինչ էր ասում, այո, եղեք զանգակ, եղեք գեղեցիկ զրնգուն զանգակ, մեկ բարձր, մեկ ցածր, դիմացի զանգին հավասար, համապատասխան, որ ինքն էլ լսի իր ձայնը։ Հոգեբանական միած sense մեթոդիկա կա, ինչ անել, երբ քո հետ բարձր տոնով են խոսում եւ զայրացած, Անաջան, ինչ կարողություն կցանկանայիր տիրապետել։ Ինչ կարողությամբ կցանկանայի տիրապետել, Նունե ջան, ես կուզեի իմ միացած արտահայտություն կա, որ թուրքերը ասում են հայի հետին խելքը մեզ լիներ, հա, այսինքն ճիշտ ասեցի, չէ, որ այն հետին, հա, հետոյի, այն որ գիտես հետո ինչ կլինի, այդ կարողությունը կուզեի իրադարձությունների նախապես իմանայի ինչը ոնց է լինելու, որ հիմա իմանայի ինչը ոնց անեմ։ Եթե ես իմանայի կամ իմանամ, որ այսինչ բանը սենց կլինի հաստատ։ Երևի հաստատ իմանալու կարողությունը կուզենա ունենալ, որ մի բան հաստատ իմանայի։
հաստատակամությունը կուզենայի ձեռք բերեի, որ հաստատ իմանայի, որ իս բանը սենց է հաստատ լինելու ու տենց շատ լավ կլիներ։ Գիտակցելով լռելը ավելի է հեշտացնում կյանքը, զանգակ դառնալով գլխի վրա շուռ կգա կյանքը։ Իմ պարագայում զանգակ դառնալով իմ կյանքը միայն ուղղվել է, միայն լավացել է։ Ինձ վերջապես լսեցին այն մարդիկ, ովքեր անդադ զանգակի պես զնգ, 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 իսկ ես բամբակի պես անդադ վերջապես իրանք լսեցին իմ ձայնը եւ իրենք լսեցին, որ իրանք իմ հետ կարողախոսում են ոչ իմ համար հաճելի տոնով։ Դա էլ ինձ տվեց հոգեբանությունը։ Մեկ էլ մտքեր կարդալը, շատ, այսինքն չսխալվելու հնարավորություն, հա, երբեմն կան հարցեր, որոնք ես ուզում եմ հաստատ իմանամ ու չսխալվեմ, հա, այս աշխատանք, որ արեցինք հարցերի, հիշում եք, որ ասում էի, որ ես տխրում եմ, ես վախենում եմ երբ, հա, ես վախենում եմ երբ, հիշում եք, որ ես վախենում եմ, երբ մի բան իմ պլանավորածով չգնա, բայց ես սովորել եմ իմ պլանավորածը, այդ ոլոր-մոլոր ճանապարհը սիրել, այդ եմ սովորել։ Անա ջան, մեքենա վարելու վախը ոնց հաղթահարեմ, վարում եմ ու լավ։ Եթե վարում եք ու լավ, ինչից եք վախենում կոնկրետ մեքենա վարելուց։ Դուք վախենում եք դուք միգուցե վախենում եք այլ ոչ ադեկվատ վարորդներից, միգուցե, որ ոչ բոլորն են կարգապահ վարում, ինչից եք վախենում։ Օրինակ ես երբ մեքենա էի վարում, ես վախենում էի ուրիշի անկարգապահությունից, ես վախենում էի, որ ես շատ երասկոտ եմ վարելու ժամանակ հանկարծ չընկնեմ իմ երազանքների մեջ, ես ինձանից այդ պահն էի վախենում, որ ասում ես կարող ասենց գնամ, մտածեմ իմ աշխարհի մեջ, իմ մտքերի մեջ, ապրեմ ու կարմիր լույսի տակ գնամ, ես դրանից էի վախենում։ Ես հիմա քանի որ օգտվում եմ քաղաքային տրանսպորտից, ես վախենում եմ, որ վարորդը չտենա, դրանից եմ վախենում։ Դե ուրիշին դուք չեք կարա բան անեք, ուրիշի վարքը չեք կարող վերահսկել, ոնց հաղթահարեք այդ վախը, այստեղ իմաստ կա, դուք հենց այնպես չեք վախենում, սա անիմաստ վախ չի, սա կյանքի փրկության հետ կապված վախ է, որը նորմալ է։ Ինձ հատակարարից ինչ օծ մարդիկ շփվելու ձև չգիտեն, պետք է բացատրել գեղեցիկ, ինձ հետաքրքրեց։ Ինչ, ոչ իմ ձեր հարցը մի հատ նորից գրեք, լավ բան եք գրել, բայց սխալներ եք արել, իմաստը չեմ կարող ըմբռնեմ այդ նուրբ իմաստը։ Այո, տեսեք գրելու թերությունը սա է, որ մենք կարանք իրար սխալ հասկանանք։ Ինչու այդպես կարևոր առերես շփումը։ Դու լսում ես մարդու ձայնը, դու տեսնում ես իր ժեստերը, իր միմիկան, ինչը որ ինքը չկարողացավ բառերով փոխարինել, այլ ժեստերով ինքը կարողանում է լրացնել ու դու դառնում է ինքը հասկացված, հա։ Տետատետի առավելությունն էլի փորձեցի ասել։ Մեքենա վարելու ժամանակ ինքներդ երգեք կամ արտասանեք։ Հիմա սկսել եմ, ինձ հիմա սովորացրել են նիհարելու ժամանակ, որ ուզում ես նիհարես, քայլելուց պետք է երգես կամ խոսաս, հեռախոսով ինչ-որ մեկ ես ուզում, որ խոսալը ու քայլելը զուգահեռ ավելի շատ կալորիաներ ա վառում։ Հիմա այդ մեթոդիկան եմ էլի փորձում իմ վրա։ Սկզբում լռության մեջ էի վարում, հետո երաժշտությունը պարտադիր է, չգիտեմ ինչի, հավես է, բայց երաժշտության տակ վարելը, ինչպես ազատվել դեռահաս երեխային ազատ կյանք թույլ տալու վախից, վախենում եմ նա կարող է ինչ-որ սխալ անի, այո, կարող անել, եթե դուք երեխային չափազանց ազատ, դեռահասին չափազանց ազատ թողնեք, տեսեք Մանտեսորին ասել է, Մարիա Մանտեսորին, տալ երեխային ազատություն, անսահման ազատություն, սահմանափակված տարածության մեջ, հա։ Ինչ ա ուզեցել ասի Մարիա Մանտեսորին,
մենք կարող ենք օգտվել ազատության անսահման գործիքներից, ազատությունը ստեղծագործական աշխատանքում, ազատությունը բարության մեջ, ազատությունը մտքի զարգացման, մտքի թռիչքի մեջ, ազատությունը երաժշտություն ստեղծել, նկար ստեղծել, կրեատիվ խոսք, գիրք գրել դրա մեջ, բայց վարքագծային սահմանափակումներ հատկապես դեռահասի համար պարտադիր են։ Եթե դեռահասը սովորի այդ ազատ շվայտ կյանքին, ինքը պրոստը դրան կսովորի ու հետագայում հարցա դուք կկարողանաք, ինքը կուզենա հետ գալ, իսկ շատ չափազանց շվայտ ազատ կյանքը, չափազանցը, իհարկե բերում է ծանր հետևանքներ։ Մենք չենք կարող ասել, որ այն մարդիկ, ովքեր վարել են այդ ցոփ ու շվայտ, ցոփ ու շվայտ, տենց են ասում, շատ ազատ կյանք, մենք չենք կարող ասել, որ իրենք հետագայում չեն ստացել լուրջ խնդիրներ։ Այո, իհարկե, դա պետք է սահմանափակումը, ազատություն ես տալիս իրան սահմանափակման մեջ։ Դու կարող ես անել այս ինչ բաները, բայց ունենալ այս սահմանները, որոնցից Աստվածչանի դու դուրս գաս։ Պետք է տալ երեխային այդ սյունը, որ ինքը իմանա ինչն է իրան կարելի, ինչը չէ։ Անաջան, շատ տիպիկ եք նկարագրում, հարցին ճիշտ կողմից եք մոտենում, համամիտ եմ ձեր հետ, համեցեք։ Երեխային պետք է ուղղորդել, երբեք չի կարիճ ասել, դրա փոխարեն պետք է ասել, թե ինչպես անել։ Դե հա, ուղղորդել է պետք, բայց ռեալ կյանքում կան այնպիսի մարտահրավերներ, որ դու ուղղակի իրան բացատրել չես կարող, դու պետք է անցնես ինչ-որ կտրուկ գործողությունների։ Եկեք ճիշտ խոսենք, հա, ազնիվ խոսենք։ Միշտ չի, որ բացատրական խոսքը երեխայի համար անցնում է, դեռահասի համար հատկապես։ Ոչ, երեխային երբեք սահմանափակել չի կարելի։ Իսկ զուսպ պահելը սահմանափակումները չի խաթարի նրա հոգեբանությունը։ Զուսպ պահելը պետք է անպայման հասկանալ։ Ես, նայեք, այստեղ արդեն այն դեպքն է, որ պետք է տեսնեմ երեխային։ Ես չեմ հասկանում, ես չեմ զգում հիմա ձեր հարցի մեջ, թե դուք ոնց եք ընկալում զուսպը եւ ազատությունը, ինչա ձեզ համար զուսպը, ինչա ձեզ համար սահմանափակումը, ազատ կյանքը, գուցե դուք այնպես եք զսպում կամ այնպես եք սեղմում երեխային, որ հակառակը հասկանում եք, այդտեղ ավելի ոչ մեզ են հարցնա, որտեղ պետք է մասնագետը տեսնի, անհատական մոտեցում է պետք։ Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։ Եվ զուսպը, եւ ազատը։ Հա։ Օհո, մեր լայքերը 20,000-ից անցել է, մերսիներ։ Աննաս, մարդ կարող է սիրել երկու հոգու։ Այո, ինչու՞ չէ։ Իսկ ինչու՞ չէ։ Ես դա բազմիցս անգամ տեսել եմ իմ կյանքում, զուգահեռ երկու հոգու, երեք հոգու էլ կարան սիրեն։ Ոչ, չի խաթարի, խոսել եւ հասկանալ է պետք։ Ունեմ 17-15 տարեկան տղաներ, երբեմն սահմանափակումներ եմ դնում ու գոհ եմ։ Ես այս կարծիքը շատ մամաներից եմ լսել։ Շատ մամաներ են ասում, որ երեխային ամեն ինչ թույլ տալ չես կարող։ Իհարկե ամեն ինչ արգելել չի կարելի, դե հենց այս ընդհանրացումներն է, որ մեր մոտ ստեղծում է անորոշություն։ Կոնկրետ դեպք պիտի քննարկենք, ինչի նկատի ունեք զուսպ, ինչի նկատի ունեք ազատություն եւ այլն։ Արդեն ձեզ ենք արդարացնում, դուք արդեն ձեզ եք արդարացնում։ Իմ տղան 16 տարեկան է, պճապատի մեջ շատ խելոք է, կարելի ասել վախկոտ, բայց տանը շատ վատ է պահում իրեն։ Էլի սրանք դեպքեր են, որոնք պետք է անհատապես վերլուծել, այ իմ համար եւ այստեղ ներկա բոլոր մարդկանց բոլորիս համար
Հասկանալի չի ձեր անհատական դեպքը, ինչ է նշանակում շատ խելոք, հա, ինչ է նշանակում տանը վատ է պահում իրան։ Գուցե երեխան, գիտեք, այդքան հարաբերական է, ես տեսել եմ այնպիսի կյանք մարդկանց, որ իրանց համար սովորական երեխայի ցատկելը, բարձր երգելը տան մեջ եղել է վատ վարք ու դրանք պատժել են երեխային դրա համար, իսկ մեկ ուրիշ մամայի համար երեխայի ցատկելը եւ բարձր երգելը եղել է վաու, էս ինչ անում իմ երեխեն, ինքը անպայման պիտի գնա երգի եւ բեմի վրա, հասկանում եք, ինչ է նշանակում վատ վարք, իսկ ինչ է նշանակում շատ խելոք է պահում իրան միջավայր, ինչ է ձեզ համար այդ շատ խելոքը։ Միգուցե ինքն ընկճված վարք է ցուցաբերում, դա անհատական վերլուծության դեպքեր են։ Անա ջան, իմ կարծիքով պետք է թույլ տալ ամեն ինչ, բայց լինել հետևողական։ Համաձայն եմ, Քնարիկ ջան, նույնիսկ sense գլուխս խոնարհում եմ ձեր առաջ, որտեղ ձեզ մեջ միշտ մեծ իմաստնություն եմ գտնում, քանի որ դուք շատ լավ գիտեք ինչ բան է չափի զգացումը ամեն հարցում։ Երեխայի առօրյան դարձրեք հետաքրքիր եւ նրա հետ ոչինչ չի պատահի։ Համաձայն եմ ձեզ հետ, ամենայն դեպս մամա լինելու դերերից մեկը երեխայի առօրյան գեղեցիկ կառուցելն է։ Ուզում եմ ասել, տալ երեխային ազատություն, որ իր սխալների վրա սովորի թե նախորոք արգելել։ Դա այնքան բնական process է, որ ինքը դուք իրան արգելեք թե չարգելեք, ինքը միևնույն է սովորելու է սեփական սխալների վրա։ Դուք չեք դա իրան արգելում կամ թույլ տալիս։ Նա այդ իրավունքը ստացել է իր ծնվելու օրից, այդ մեր ծնվելու իրավունք, երբ մենք ծնվում ենք, մենք արդեն այդ իրավունք ունենք մեր սեփական սխալների վրա սովորելու։ Ձեր երեխան արդեն խնդիրներ ունի եւ պետք է ուսումնասիրել, շնորհակալ եմ։ Յուրաքանչյուր ծնող ճանապարհ է անցել եւ չի ցանկանա երեխան սխալվել։ Չի ցանկանա, բայց միևնույն է յուրաքանչյուր մարդ, անձ, չասեմ երեխա, սովորում է սեփական սխալների վրա։ Արգելել չի կարելի, կարող է տանը իրեր շպրտել, հետո փոշմանի, դե որ արդեն փոշմանում է, այդ արդեն ասում եմ, որ իրա վրա երկար չխայնանալ չեք կարող, իսկ ինչու է շպրտում այն այդ առարկաները, փորձել եք հասկանալ, շատ պետք է շփվել երեխաների հետ, այո, շատ շփվել, շատ խոսել, շատ սիրել, այն օրը մի կնոջ լսեցի, շատ է ուզում մայրանալ ու ինձ հետ կիսվեց մի այսպիսի արտահայտությամբ, ասում է ես ուզում եմ այնպիսի երեխա ունենամ, որ կարողանամ իրան սիրել, եթե ես կարողանամ իրեն սիրել, ես անպայման իր համար ամեն ինչ կանեմ, հա, հասկանում եք մարդը ինչքան անկեղծ է, ինչ միտք է ասում, ես ուզում եմ այնպիսի երեխա, որին կկարողանամ, որին կուզենամ, որին կստացվի ինձ սիրել։ Այդ ինձ հետաքրքիր բան էր։ Ամեն մարդ երևի ինքը չգիտի, հա, թե ինչ երեխա կունենա, ինչպիսի հատկանիշներով, հա։ Կան մարդիկ, ովքեր գիտակցված են երեխա ունեցել, կան մարդիկ, ովքեր չգիտակցված են ունեցել, իհա չեն սպասել ու հղիացել են ունեցել են, կան մարդիկ, որ գիտակցաբար տարիներով քայլում են այդ ճանապարհով, որպեսզի երեխա ունենան։ Եվ այսպիսով ունենք էլի հետաքրքիր հարցեր, թե արդեն կարելի է մեր եթերը ավարտած։ Ինչ պետության կարևոր խնդիր պետք է համարել լավ մայրեր ունենալ։ Լավ մայրեր ունենալ, լավ հայրեր ունենալ, լավ երեխաներ ունենալ։ Լավ մայր կարա լինի, բայց շատ վատ երեխեք ունենա։ Կարա լինի, չէ՞, տեսել ենք բոլորս կյանքում նման բան։ Եթե սեր եւ հոգատարություն ծնողը չի տալիս երեխային, երեխան փակ է մեծանում։ Իսկ հոգեբանի մոտ պետք է տանել։ Հոգեբանի մոտ միշտ պետք է տանել, ոչ հոգեբանի մոտ ինչ հարցով էլ գնաք, միայն կշահեք։ Հիմա շատերը նույնիսկ պրոֆիլակտիկ են դիմում հոգեբանի։ Խնդիրը
այդքան էլ սուր չի, ուղղակի ցանկություն է, հետաքրքիր է, գալիս են, հասկանում եք, այդպես չեն հասցնում տանակը ոսկորին, որ միջև շատ վատ լնեն, արդեն շունչները կտրվի, նոր գան հոգեբանի մոտը, շուտ են գալիս, երբ որ ուղղակի հետաքրքիր է, ուղղակի ուզում են իրենց այդպիսի նվեր անել, ուզում են ուղղակի այդպիսի փորձ ձեռք բերել, որ հետո ասեն, այ մենք եղել ենք հոգեբանի մոտ, այ մեզ հոգեբանը այսպես ասեց, հոգեբանը մեզ այնպես ասեց, հետո իրանք երկար տարիներ հենվում են այդ հոգեբանի ասածի վրա, եւ ամենալավ բանը, որ իրանք կարող են անել հոգեբանի այցելելուց հետո, այդ ասածի վրա նոր բաներ կառուցել։ Մերսի շատ համեցեք, իհարկե սերը եւ հոգատարությունն էլ չափի մեջ խստությունն էլ է պետք։ Դե տեսեք, այ ես սիրում եմ, երբ որ մարդիկ այդ փորձ ունեն, երբ որ կարծիքը հայտնում են մամաները։ Խստությունը, առանց խստությունը դա մի կանոն է։ Եթե երեխային անկանոն մեծացնես, երեխան չունենա սահմաններ, ինքը չի կարողանա հարգել ոչ իր սահմանները, ոչ դիմացինից, դա հետագայում մեծ խնդիրների կբերի։ Իդեպ այս սահմանների հետ կապված նաև կհիշեք TikTok-ում այսպիսի տրենդ կար, որ երեխայի առջև ափսեի մեջ քաղցրավենիք են դնում, իր համով ուտելիքը, հա, այնտեղ Snickers, Mars, Bounty, հա, կամ այն Kinder ձվիկ։ Իրականում այս աշխատանքը, այս փորձը էքսպերիմենտը եկել է ամերիկյան հոգեբանների կողմից, ովքեր այս էքսպերիմենտը անցկացրել են 4-ից 6 տարեկան երեխաների հետ, այն չի կարելի անցկացնել շատ փոքրիկների հետ, 4-ից 6 տարեկանների համար, որ երբ արդեն գիտակցական մակարդակը, մանկական գիտակցական մակարդակը առավել զարգացած է եւ ինչն էր իմաստը սրա, երբ իրենք երեխաներին այդ խումբը իրենք 16 տարի ուսումնասիրել են, այդ ուսումնասիրությունները տևել են մոտ 20 տարի, այդ էքսպերիմենտը անցկացնելու իրենք ամենը գրանցել են, այն գիտահետազոտական աշխատանքները հոգեբանական, այդպես են անցկացվում, հա։ Այն երեխաները, ովքեր զսպել են իրենց եւ չեն կերել իրենց քաղցրավենիքը, համովությունը, որը դրել են, գիտեք չէ, այդ էքսպերիմենտը, որ ասում են, ես գնամ կողքի սենյակ, այ դու չուտես, մինչև ես չգամ։ Իրականում դա հիմա է դարել այդպիսի տրենդ եւ դա անում են շատ փոքրիկների հետ, դա անիմաստ է, իրականում դա եղել է գիտահետազոտական հոգեբանական էքսպերիմենտ եւ այդ երեխաներին հետո ուսումնասիրել են 10 տարի անց, 12 տարի անց, 14 տարի անց, այո, այն երեխաները, ովքեր իրենց զսպել են եւ չեն կերել այդ քաղցրավենիքը, ցուցաբերել են առավել ճկուն հոգեբանական հատկություններ, շփման, կոմունիկատիվ հատկությունների մեջ, ուսման մեջ եղել են ավելի բարձր լավ գնահատականներ են ցուցաբերել, իսկ այն երեխաները, ովքեր տրվել են այդ սաբլազն, ոնց է հայերեն, տրվել են այդ ցանկությանը եւ չեն համբերել եւ կերել են այդ քաղցրավենիքը, իրենք ցուցաբերել են առավել ոչ ընկերասիրական հատկություններ միջավայրում, ավելի կռվարարության, մանկական արդեն հանցագործությունների մեջ են նկատվել, նույնիսկ ոստիկանության հետ արդեն խնդիրներ են ունեցել եւ ուսման մեջ ունեցել են առավել ցածր առաջադիմություն, դրա համար ինչ էի ուզում ասել, ուղղակի այդ էքսպերիմենտը մասին կարող եք կարդալ մի գրքի մեջ, որը կոչվում է հուզական ինտելեկտ։ Հեղինակը հիմա չեմ հիշում, եթե հետաքրքիր է գրեք ինձ անձնականով կպատասխանեմ։ Այդ էքսպերիմենտը այնտեղ հենց նկարագրվում է, դա Ամերիկայում է կատարվել։ Բոլոր մասնագիտություններ ստանալու համար տարիներով սովորում են, իսկ ծնող լինելու համար ոչ միտեղ չեն կարող սովորել, սակայն աշխարհում արդեն կան ծնողավարության կուրսեր, տրեյնինգներ, ինչու ոչ։ Ես ինքս հանդիպել եմ շատ ու շատ մասնագետների, բայց ոնց որ ոչ Հայաստանում։ Չէ, Հայաստանում էլ կա, ինչ լավ բան կա, ասում ենք Հայաստանում չկա, չէ, Հայաստանում որ լավ փնտրեք կգտնեք այդպիսի ծնողավարության կուրսեր։ Ես չեմ կարողանում նայեմ երեխեքը ազդում են գայթակղություն, ապրեք, մերսի շատ։ Տարբեր երկրներում հոգեբանական խնդիրները հաճախ փոխվում են, տարբերվում են, կա նաև
անհատական մոտեցում, իհարկե, հենց հոգեբանության իմաստը անհատականության մեջ է, երեխեքը ազդում են, չհասկացա ինչ էի գրել երեխեքը ազդում են, բայց դե, իմ եթերում աշխատեք կոնկրետ գրել, դե ինչ սիրելիներս, Նունե ջան, անսահման շնորհակալ եմ քո լայքերի համար, Նունե, բարի ուշ երեկո, խնդրում եմ խորհուրդ տվեք հոգեբանական գիրք մեծերի համար, հոգեբանական գիրք մեծերի համար, իսկ ինչ խնդիր եք ուզում լուծեք, ասեք ես խնդրին համապատասխան գիրք ձեզ խորհուրդ տամ, ինչ խնդիր, ինչ հոգեվիճակ եք ուզում ձեռք բերել, եկեք այդպես հասեմ հարցը, գիտեք չէ, մենք չենք կարող հաղթահարել վատ հոգեվիճակը, մենք կարող ենք ուղղակի մտնել լավ հոգեվիճակի մեջ, եթե մենք տխուր ենք ու մեզ մոտ չի ստացվում հաղթահարել տխրությունը, մենք կարող ենք մտնել ուրախության հոգեվիճակի մեջ և տխրությունը ինքն իրան կցնդի, անհնազանդ երեխա չկա, կա անկիրթ ծնող, անհնազանդ, անգստություն, համբերություն, հանգստություն, համբերություն եք ուզում ձեռք բերել գրքի միջոցով, եթե այդ անհանգստությունը և անհամբերությունը ձեզ պատճառել է սիրած մարդու կորուստը, կարող եմ խորհուրդ տալ Խայդի Պրիբեի «Я отпускаю тебя» գիրքը, եթե այդ անհանգստությունը առաջացել է ծնողների հետ խնդիրների պատճառով, ձեզ կարող եմ խորհուրդ տալ Տատյանա Մուժիցկայի աուդիո գրքերից, там «Теория невероятности» կա, իրա լուբոյ գիրքն էլ որ կարդաք, շատ մեծ էներգիա կստանաք, այդպես սիրելիներս, հուսով եմ այսօրվա եթերն էլ էր շատ օգտակար և հետաքրքիր, շնորհակալ եմ բոլորիցդ, որ եղաք իմ եթերում, չլինեիք դուք, չի երևա ես որպես մարդ և մասնագետ, անչափ անսահման շնորհակալ եմ բոլորիդ հարցերի համար, ձեզ մինչև գիրք ունենալը պետք է հանդիպել և խոսել հոգեբանի հետ, այո, համեցեք, կրկնեք իմ մի անգամ էլ, կարող եք Լանա ջան, շատ լավ էր Աննա ջան, խնդրեմ նորից կասեք գրքերը, եթե անհանգստությունը առաջացել է սիրո հողի վրա կորցրել եք ինչ-որ մարդու և ապրում եք այդ հետ սիրային տրավման, կարդացեք «Я отпускаю тебя» Խայդի Պրիբեի գիրքը, а кто автор? Խայդի Պրիբե, «Я отпускаю тебя» автор Խայդի Պրիբե, այնտեղ կան տեխնիկաներ, այնտեղ կան տեխնիկաներ, որտեղ հենց օգնում են հաղթահարել այդ բոլ от разлуки с любовью, այդ սիրուց բաժանվելու հոգեկան ցավը, спасибо большое, համեցեք, если проблемы с родителями, կարող եք կարդալ Տատյանա Մուժիցկայի, չկարդալ, այլ լսել, կարդալ Տատյանա Մուժիցկայի ցանկացած գրքերից մեկը, Она сама мама 2 детей, 2 мальчиков, ինքը շատ հաճախակի բերում է օրինակներ իր կյանքից, вот. Զիգմունդ Ֆրոյդն է փորձել բացատրել ծնող երեխա փոխհարաբերությունները, нет, не с родителями. Хорошо. А так, если, Лана Джан, у вас это не получится сделать самостоятельно, можете записаться на консультацию. Я провожу онлайн-консультации, также визиты на дом, либо люди посещают ко мне мою студию психолога. Вот сюда. Իսկ անհանգստություն երեխաների անվտանգության հարցում տղաս արդեն բանակ պիտի գնա. Տատյանա ինչ? Мужицкая. Տատյանա Մուժիկ բառնա. Տատյանա Մուժицкая. Хорошо, благодарю. Համեցեք. Դուք խելացի եք եւ ձեզանից միշտ կարելի է սովորել. Համեցեք. Так, տղա Ոյ, բանակ գնացած տղաների մամաներ. Դուք հզոր եք. Ես ձեզ մաղթում եմ ամենաշատը ուժ եւ համբերություն, կուզեի անել ամեն ինչ, որ կարողանայի ռեալ մի քիչ թեթևացնել ձեր սպասումները, հիշում եք Նունեն, որ հարցրեց ան ինչ որակներ կուզեի նայր ձեռք բերել քեզ համար, ես կուզեի այդ հաստատ իմանալու
այ ձեր հարցում այդ գիտելիքը դուք ունենայիք, որ դուք հաստատ իմանայիք, որ տղան գալու է, վերադառնալու է անվնաս։ Այ կուզեի բոլոր մայրերը այդ հաստատ գիտելիք ունենային։ Աղոթենք, Աստված իր հետ լավ տրամադրվենք, այո։ Այո, Տատյանա Մուժիցկա, ինչի եք տենց զարմացած, այո, Արմենիա ջան, այո, անչափ շնորհակալ եմ, համեցեք, դու նունե բլոկ ես դեբիլին, չկար ու հայտնվեց մեկը, վադալեին տարկցի ջրհորը, թող ընդեղ մի քիչ լոխտա գլուխը մտքերը լվացվեն իրա, շատ վատ ազգում իրան, վադալեյը, ջրի կարիք ունի, տակ, ինչ էի ուզում ասեի, հա, երեխեք, այդ քանի որ խոսքը գնաց մամաների, քնարիք ջան, գիտեմ քո հարցերը, մամաների, ովքեր սպասում են իրանց տղաներին, ուղարկել են բանակ, մի բան, որը լիքը մամաներ չէին, ես ունա, որ մամա դառնամ, ես չեմ կարողանա երևի թե իմ տղուն ուղարկեմ բանակ, դրա համար կուզեմ մի տղա ունենամ, մինուճար լինի, չտանեն բանակ, կամ աղջիկ ունենամ, ու աղջիկների բանակի կարիք չլինի, որտեղ ոնց հասկանում եմ աշխարհը շատ ռազմականացվել է, սպառնալիքները շատ են, էլ Հայաստանի հանդեպ ու ոնց որ աղջիկներով գնալու ենք բանակ վերջապես, եկեղեցական մի աղոթք ունեմ, որը սրտիս մեջ հաճախ մրմնջում եմ, կուզեի այս նոտայի վրա այդ աղոթքով ավարտեի եթերս, ու բախտեի բոլորիդ բարի գիշեր, աղոթքը այսպիսինն է, պահպանիչ և հույս հավատացելոց, Հիսուս Քրիստոս Աստված մեր, պահյա, պահպանյա և զառաջնորդյա ստուստրս, և անուն ենք նշում, ունակ ես իմ անունը նշեմ, անուն հասկանոս, հա, Աննա Մանուկյանին, Նունե Ջիվանյանին, Քնարիք Վարդանյանին, հա, ու այս աղոթքը կարաք ձեր երեխաների համար ասել, ապրեք շատ, շնորհակալ եմ, համեցեք, այդպես, բոլորից շատ սիրում եմ, շատ գոհ եմ ու ամեն ապրեք, աղջիկներ շատ գոհ եմ ու երջանիկ, որ ձեզ բոլորիդ հանդիպեցի տիկտոկյան եթերում, դուք բոլորդ ապրում եք իմ սրտում, Նունեն ամենամեծ աշխատանքը կատարեց, լայքերը դրեց, կոմենտները ջնջեց, աղբը թափեց, իմ եթերում կատարեց շատ մեծ դեր, Աստված բոլորիս հետ, բոլորիս ուժ համբերություն, Աստված բոլորիս պահպանի և առաջնորդի, բոլորիդ շատ սիրում եմ, սպասեք իմ նոր եթերին, նոր լավ բաներ կբերեմ բոլորիդ համար, միշտ սիրով ձեր հոգեբան Աննա Կարապետովնա Մանուկյան, հաջողություն։